Շքեղ երեկույթի կիզակետում, որը լի էր արտաքին փայլով, նա նախընտրեց զրուցել ծաղիկների հետ։ Հենց այդ ժամանակ հայտնվեց նա, զարմացած Մարինեի լուռ նրբությունից, հրավիրեց պարելու։ Մի հպում, մի ժպիտ, շրջակա աշխարհը կարծես անհետացավ։ Նա դեռ չգիտեր, բայց այդ անմեղ հանդիպումը կարթնացներ երբեք չապրած ցանկություններ։ Հուսով ենք, որ կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը։ Սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Մարինեն երբեք չգիտեր, թե ինչ է նշանակում լինել պատմության կենտրոնում։ Նա մեծացել էր, սովորելով դիտել, թե ինչպես են ուրիշները փայլում, ապաստան գտնելով պարզ բաների լուռ մանրամասներում, անձրի ձայնը, որը թափվում էր ծիրանենիների տերների վրա, անտառապատ լեռների խոնավ հողի բույրը, հաճույքը տեսնելու, թե ինչպես է խոլորձը ծաղկում իր Դիլիջան քաղաքի տան բակում։ Բնությունը նրա հայելին էր, աննկատ, համբերատար լի թաքնված կյանքով մակերեսի տակ։ 25 տարեկանում նա մանրակրկիտ հանգիստ կյանք էր վարում Տավուշի մարզի փոքրիկ պատմական քաղաք Դիլիջանում, շրջապատված լեռներով, փարթամ բուսական աշխարհով։ Նրա առօրյան նշանավորվում էր հետաձգված երազանքներով, հազվագյուտ մաքրությամբ, ոչ միայն ֆիզիկական, այլ էմոցիոնալ։ Նա կույս էր ոչ թե մարմնի վախից, այլ որովհետև երբեք չէր ճանաչել մի սեր, որը նրան կստիպեր ծաղկել այն բույսերի նման, որոնց այդքան հիանում էր։ Հին տան բակը, որտեղ նա մեծացել էր, նրա անձնական լաբորատորիան էր։ Այնտեղ ծիրանենիների, սոսիների ձարխոտերի միջ Մարինեն հայտնաբերել էր իր կոչումը, լանդշաֆտային ճարտարապետ, ավարտելով Երանի պետական համալսարանը գերազանցությամբ։ Սակայն նրա տաղանդը մնում էր թաքնված սահմանափակված հարանների ընտանիքի ընկերների փոքրիկ նախագծերով, մինչդեռ նրա ավագ քույրը Նարինեն փայլում էր որպես կորպորատիվ փաստաբան Երանում։ Նարինեի հարսանիքի երեկոյան Մարինեն իրեն օտար էր զգում։ Արարողությունը տեղի էր ունենում Ծաղկաձորի շքեղ հանգստավայրում, լի գործադիրներով, քաղաքական գործիչներով, հայտնիներով։ Ջադի գույնի պարզ զգեստով զսպված ժպիտով նա դիտում էր ամեն ինչ այն մարդու հայացքով, ով սովոր էր լինել եզրին։ Նա նախընտրում էր լինել այգում, հիանալով հորտենզիաներով, կամելիաներով, որոնք զարդարում էին կատարյալ սիմետրիկ ծաղկանոցները։ Դուք հարսի քույրը պետք է լինեք, ասաց մի խորը ձայն նրա հետից, մինչ Մարինեն դիտում էր մի հատկապես գեղեցիկ կամելիա։ Ես դա հասկացա այն բանից, թե ինչպես եք նայում ծաղիկներին, կարծես տեսնում եք մի բան, որը ոչ ոք չի տեսնում։ Մարինեն շրջվեց, տեսնելով մի բարձրահասակ տղամարդու, լայն ուսերով սուր հայացքով։ Նա կրում էր մուգ կապույտ կոստյում, որն ընդգծում էր նրա մուգ մաշկը, շուրթերին ուներ զուսպ ժպիտ։ Ռաֆայել Մելիքյան, ներկայացավ նա, մեկնելով ձեռքը։ Փեսայի ընտանիքի ընկերն եմ։ Մարինե Ալեքսանյան, պատասխանեց նա, զգալով, թե ինչպես է դեմքը կարմրում։ Եվ այո, ես Նարինեի քույրն եմ։ Ռաֆայել Մելիքյան։ Անունը ծանոթ էր։ Մարինեն արդեն լսել էր իր քրոջից այդ գործարարի մասին, ով ձախողված ընկերությունները հաջողության էր վերածում, ուներ զգալի կարողություն պահպանողական ու պահանջկոտ մարդու համբավ։ Բարեք ինձ հետ, հրավիրեց նա, հանգստավայրի այգու մասին մի քանի րոպե զրուցելուց հետո։ Մի քայլ։ Մի հայացք։ Եվ գուցե դուք երբեք չցանկանաք կանգ առնել։ Այդ տղամարդու մեջ կար ինչ-որ մագնիսական բան, զսպված ինտենսիվություն, որը նրան գրավում էր մագնիսի պես։ Մարինեն վարանեց, բայց համաձայնեց։ Պարահրապարակում, նրա ուժեղ ձեռքերի մեջ, նա իրեն տարօրինակ կերպով պաշտպանված զգաց։ Ռաֆայելը յուրաքանչյուր քայլը վարում էր վստահությամբ, բայց նա հարգանքով, որը Մարինեն չէր սպասում այդքան հզոր մեկից։ Դուք չեք պատկանում այս աշխարհին, այնպես չէ՞, հարցրեց նա, հասկանալով ժպիտով։ Գուցե նախընտրում եք ավելի հանգիստ տեղում լինել։ Այդքան ակնհայտ է, հարցրեց նա, զարմացած նրա ընկալումից։ Ինձ համար, այո։ Ես էլ ինձ այստեղ լիովին հարմարավետ չեմ զգում։ Հոգնել եմ մակերեսայնություններից։ Մի ակնթարթ Մարինեն զգաց, որ այդ տղամարդը տեսնում է իր ամաչկոտությունից այն կողմ, իր պարզությունից այն կողմ։ Նա տեսնում էր նրան, իրոք տեսնում էր։ Եվ այդ պահին, առաջին անգամ, նա իրեն անտեսանելի չզգաց։ Երբ երեկույթն ավարտվեց, Ռաֆայելը հրաժեշտ տվեց նրա ձեռքին մեղմ համբույրով, հնաոճ մի ժեստ, որը նրան ստիպեց ժպտալ։ Հաճելի էր ծանոթանալ ձեզ հետ, Մարինե Ալեքսանյան։ Հուսով եմ, որ մեր ճանապարհները կրկին կխաչվեն։ Մարինեն վերադարձավ Դիլիջան, համոզված, որ երբեք այլս չի տեսնի Ռաֆայել Մելիքյանին։ Երանը նրա կյանքը Դիլիջանի հանգստությունից շատ հեռու էին։
Նա վերադարձավ իր փոքրիկ նախագծերի քաղաքի այգեգործության տեխնիկական դասընթացի ժամանակ առ ժամանակ դասերի առօրյային, փորձելով անտեսել այն զգացումը, որ այդ գիշերվանից հետո իր ներսում ինչ-որ բան փոխվել էր։ 2 շաբաթ անց նրա մուտքի արկղին էլեկտրոնային նամակ եկավ։ Ուղարկողը Մ. Մելիքյան կորպորացիան էր։ Թեման՝ աշխատանքային առաջարկ։ Հարգելի տիկին Ալեքսանյան, Ծաղկաձորում մեր կարճ զրույցից հետո ես ուսումնասիրեցի ձեր աշխատանքը, տպավորված մնացի ձեր թվային պորտֆոլիոյով։ Ես փնտրում եմ լանդշաֆտային ճարտարապետի իմ ընկերության նոր գլխավոր գրասենյակի տանիքի հատուկ նախագծի համար Երանում։ Ցանկանում եմ ձեզ հրավիրել հանդիպման հաջորդ շաբաթ մանրամասները քննարկելու համար։ Հարգանքներով, Ռաֆայել Մելիքյան։ Մարինեն 5 անգամ կարդաց էլեկտրոնային նամակը, չկարողանալով հավատալ։ Նրա թվային պորտֆոլիոն համեստ էր, ստեղծված ավելի շատ ընկերուհու պնդմամբ, քան սեփական ամբիցիայով։ Ինչպես էր Ռաֆայել Մելիքյանը գտել այն։ Ինչու։ Նրա նման մեկը կհետաքրքրվեր նրա աշխատանքով, երբ կարող էր վարձել երկրի լավագույն մասնագետներին։ 2 օր վարանելուց ծնողների հետ զրույցից հետո, ովքեր խանդավառությամբ խրախուսեցին նրան, Մարինեն պատասխանեց, ընդունելով հրավերը։ Վերամիավորումը տեղի ունեցավ Երանի կենտրոնի հմայիչ սրճարաններից մեկում, խաղաղության օազիս Երանի քաոսի մեջ։ Նա, էլեգանտ, օձիքը բաց սպիտակ վերնաշապիկով մուգ ջինսերով։ Նա, նյարդային, փորձելով թաքցնել ձեռքերի դողը, գրելով պարզ բամբակյա զգեստ, փոքրիկ կանաչ տերներով։ Շնորհակալություն գալու համար, ասաց Ռաֆայելը, ոտքի կանգնելով նրան ողջունելու։ Հուսով եմ, որ իմ հրավերը շատ կտրուկ չէր։ Խոստովանում եմ, որ զարմացա, պատասխանեց նա նստելով։ Երանում շատ ավելի փորձառու լանդշաֆտային ճարտարապետներ կան։ Բայց ոչ ոք ձեր հայացքով։ Ես տեսա, թե ինչպես էիք դուք նայում կամելիաներին այդ գիշեր, կարծես լուր զրուցում էիք նրանց հետ։ Հենց այդ հայացքն եմ ուզում իմ նախագծի համար։ Ռաֆայելը բացատրեց, որ իր ընկերությունը, որը մասնագիտացած է դժվարության մեջ գտնվող ընկերությունների վերակենդանացման մեջ, նոր գլխավոր գրասենյակ էր կառուցում Երանի ֆինանսական սրտում։ Ժամանակակից գծերով, ամբողջությամբ ապակուց բետոնից կառուցված շենք։ Ես ուզում եմ մի տանիք, որը հակադրություն կլինի ամբողջ այս կոշտությանը, բացատրեց նա, ցույց տալով տարածքի լուսանկարները պլանշետի վրա։ Մի վայր, որը կյանք կբերի բետոնին, որը մարդկանց կստիպի ավելի լավ շնչել, ավելի լավ մտածել։ Հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ։ Մարինեն կատարելապես հասկանում էր։ Մինչ նա խոսում էր, գաղափարներն արդեն սկսում էին ծաղկել նրա մտքում, անտառապատ լեռների տարածաշրջանի բուսականության բնիկ տեսակներ, որոնք կարող էին հարմարվել քաղաքային միջավայրին, անձրաջրերի հավաքման համակարգեր, ուղղահայաց այգիներ ներքին պատերին։ Մարտահրավեր կլիներ այս միջավայրում ֆունկցիոնալ էկոհամակարգ ստեղծելը, մեկնաբանեց նա, վերցնելով անձեռոցիկ արագ էսքիզ անելով։ Բայց կարծում եմ, որ մենք կարող ենք արտասովոր բան ստանալ, եթե… Մարինեն կանգ առավ, հասկանալով, որ իրեն թույլ է տալիս տարվել խանդավառությամբ։ Կներեք, շտապում եմ։ Ռաֆայելը ժպտաց, հիացած նրա աչքերի փայլից։ Մի ներողություն խնդրեք։ Հենց այդ խանդավառությունն եմ փնտրում։ Մինչ Մարինեն կհասկանար, նա ընդունում էր աշխատանքը։ Նախագիծը կտեր 6 ամիս, նա պետք է ժամանակավորապես տեղափոխվեր Երան։ Ռաֆայելն առաջարկեց մի բնակարան գրասենյակի նույն թաղամասում, որպես աշխատանքի ընդունման փաթեթի մաս։ Ես ուզում եմ, որ դուք լիակատար ազատություն ունենաք ստեղծագործելու համար, ասաց նա։ Բյուջեն խնդիր չէ։ Կարորը արդյունքն է։ Մարինեն դուրս եկավ սրճարանից, գլուխը պտտվելով։ Նա պատրաստվում էր սկսել իր մասնագիտական կյանքի ամենամեծ հնարավորությունը, աշխատելով երկրի ամենահզոր գործարարներից մեկի հետ։ Բայց այն, ինչ իրականում անհանգստացնում էր նրան, մասնագիտական մարտահրավերը չէր, այլ այն, թե ինչպես էր նրա սիրտը արագանում, երբ Ռաֆայել Մելիքյանը ժպտում էր։ Վերադառնալով Դիլիջան, Մարինեն ծնողներին գտավ քարե փայտե տան պատշգամբում, որտեղ մեծացել էր։ Հովհաննեսը Մարգարիտ Ալեքսանյանները դասական երաժշտություն էին լսում, երիցուկի թեյ խմելով, մի երեկոյան ծես, որը պահպանում էին տասնամյակներ շարունակ։ Թոշակի անցած ուսուցիչներ էին, դուստրերին մեծացրել էին ամուր արժեքներով բնության ու գրքերի հանդեպ խորը հարգանքով։ Եվ ինչ, հարցրեց Հովհաննեսը, ակնոցները շտկելով։ Ինչպես անցավ հանդիպումը գործարարի հետ։ Մարինեն խորը շունչ քաշեց, պատասխանելուց առաջ։ Ես ընդունեցի աշխատանքը, հայրիկ։ 6 ամսով կտեղափոխվեմ Երան։
Մարգարիտի դեմքը լուսավորվեց։ Վերջապես աշխարհը կճանաչի քո տաղանդը, աղջիկս։ Այդքան պարզ չէ, մայրիկ, վարանեց Մարինեն։ Այդ տղամարդու, այդ Ռաֆայել Մելիքյանի մեջ ինչ-որ բան կա։ Մի բան, որը ինձ հետաքրքրում է, գրավում վախեցնում է միաժամանակ։ Հովհաննեսը ժպտաց, հասկանալով։ Վախը բոլոր մեծ ճանապարհորդությունների մասն է, աղջիկս։ Լինի դա լեռներ բարձրացողի բարձրության վախը, թե սիրահարվելու վախը։ Մարինեն ուժեղ կարմրեց։ Ո՞վ է խոսել սիրահարվելու մասին։ Դա պարզապես մասնագիտական նախագիծ է։ Ծնողները դավադիր հայացքներ փոխանակեցին, բայց ոչինչ չասացին։ Նրանք շատ լավ էին ճանաչում իրենց կրտսեր դստերը, պնդելու համար։ Մարինեն միշտ սոսիի պես էր եղել, ժամանակ էր պետք ծաղկելու համար, բայց երբ դա անում էր, շունչ էր կտրում։ 2 շաբաթ անց Մարինեն ժամանեց երան 2 ճամպրուկով, մեկը հագուստով, մյուսը լի քաղաքային բուսաբանության կայուն լանդշաֆտային դիզայնի մասին գրքերով։ Բնակարանը, որը Ռաֆայելը տրամադրել էր, զարմանալիորեն հարմարավետ էր կորպորատիվ գույքի համար, ընդարձակ լոֆթ, մեծ պատուհաններով, որոնք թույլ էին տալիս լույսի առատ մուտքը, բաց գույնի պատերով, ի զարմանս նրա, արդեն տեղադրված մի քանի բույսերով ռազմավարական կետերում։ Ճաշասեղանին նա գտավ մի ձեռագիր բացիկ։ Բարի գալուստ երան։ Հուսով եմ, որ ձեզ տանը կզգաք։ Բույսերը պարզապես սկիզբն են։ Գիտեմ, որ շուտով դուք կվերափոխեք այս տարածքը, ինչպես կվերափոխեք մեր գլխավոր գրասենյակը։ Վաղը առավոտյան 9-ին իմ վարորդը ձեզ կտանի տանիքը տեսնելու։ Լավ հանգստացեք։ Ռաֆայել։ Մարինեն նստեց պատուհանի մոտի բազկաթոռին, դիտելով քաղաքի լույսերը, որոնք վառվում էին արի մայր մտնելուն պես։ Երանը, բետոնի մեգապոլիսը, այնքան տարբեր իր խաղաղ Դիլիջանից։ Վախն ու հուզմունքը խառնվում էին նրա կրծքի մեջ։ Հեռախոսը զանգահարեց, ընդհատելով նրա մտքերը։ Դա նրա քույրն էր, Նարինեն։ Ուրեմն ճիշտ է, հարցրեց Նարինեն, առանց նրան ողջունելու։ Դու իրոք աշխատում ես Ռաֆայել Մելիքյանի համար։ Ինչպես իմացար։ Երանն ավելի փոքր է, քան թվում է, քույրիկ։ Հատկապես կորպորատիվ շրջանակներում։ Մելիքյանը հզոր մարդ է, իսկ դու։ Ինչ ես ուզում ասել դրանով, հարցրեց Մարինեն, զգալով, թե ինչպես է կոկորդում հանգույց առաջանում։ Ոչինչ, շեղվեց Նարինեն։ Պարզապես մտածում եմ, թե նա իրականում ինչ է ուզում քեզնից։ Ռաֆայել Մելիքյանը ոչինչ չի անում առանց թաքնված մտադրությունների, հավատա ինձ։ Մարինեն փորձեց անտեսել մեկնաբանությունը, բայց քրոջ խոսքերը կասկածի սերմ ցանեցին նրա սրտում։ Արդյոք Ռաֆայելը այլ դրդապատճառներ ուներ նրան աշխատանքի վերցնելու համար, բացի նրա մասնագիտական տաղանդից։ Պատասխանը սկսեց ուրվագծվել հաջորդ առավոտ, երբ նա տեսավ Մելիքյան կորպորացիաների նոր գլխավոր գրասենյակի տանիքը։ Դա տպավորիչ տարածք էր, 30 հարկանի շենքի գագաթին 500 քառակուսի մետր, մի կողմից հաղթանակ զբոսայգու, մյուս կողմից Արագած լեռան համայնապատկերային տեսարանով։ Ռաֆայելը նրան էր սպասում վերում, ձեռքերը մուգ կոստյումի տաբատի գրպաններում, ծմազերը քամուց մի փոքր խառնված։ Եվ ինչ, հարցրեց նա, անհանգիստ ժպիտով, որը նրան գրեթե տղայի տեսք էր տալիս։ Ինչ եք կարծում։ Մարինեն դանդաղ շրջեց տարածքը, զգալով զեփյուրը, դիտելով արի շարժումը, դիպչելով դեռս մերկ բետոնին։ Ներուժ ունի, պատասխանեց վերջապես։ Բայց ինձ լիակատար ստեղծագործական ազատություն է պետք։ Արդեն ասացի, որ ամբողջությամբ ձերն է, հավաստիացրեց Ռաֆայելը, մոտենալով։ Այս վայրին հոգի է պետք, Մարինե։ Եվ կարծում եմ, որ միայն դուք կարող եք այն տալ։ Մի ակնթարթ նրանք շատ մոտ էին, հայացքները կպած իրար։ Մարինեն զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, Ռաֆայելը կարծես նկատեց իր առաջացրած ազդեցությունը, քանի որ զգուշորեն հետ քաշվեց։ Ձեր տրամադրության տակ թիմ կլինի, ասաց նա, վերադառնալով մասնագիտական տոնին։ Եվ անսահմանափակ մուտք դեպի այս տարածք ընկերության ռեսուրսները։ Իմ միակ պայմանն այն է, որ դուք ինձ թույլ տաք մոտիկից հետել գործընթացին։ Ինչու՞ հարցրեց Մարինեն, հետաքրքրված։ Ռաֆայելը վարանեց, պատասխանելուց առաջ, կարծես զգուշորեն ընտրելով բառերը։ Ասենք, որ ես էլ պետք է սովորեմ որոշ բաներ աճեցնել, Մարինե։ Եվ կարծում եմ, որ դուք կարող եք ինձ սովորեցնել։ Այդ պահին Մարինեն հասկացավ, որ այդ նախագծում շատ ավելին կար, քան պարզապես կորպորատիվ այգու ստեղծումը։
Այն, ինչ սկսվում էր այնտեղ, գետնից 30 հարկ բարձրությամբ այդ տանիքին, մի բան էր, որը հավերժ կփոխեր նրա կյանքի ընթացքը, նա դեռ չգիտեր, նա Ռաֆայել Մելիքյանի կյանքը։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ է ձեր կարծիքը մեր զույգի սիրավեպի մասին։ Հաջորդ օրերին Մարինեն ամբողջությամբ ընկղմվեց նախագծի մեջ։ Նրա ժամանակավոր գրասենյակը, որը գտնվում էր տանիքից անմիջապես ներքի հարկում, դարձավ իր իսկ շարունակությունը։ Պատերը արագորեն ծածկվեցին էսքիզներով, բույսերի, նմուշներով, ոռոգման սխեմաներով, հողի ուսումնասիրություններով։ Ռաֆայելի կողմից նշանակված թիմը նրան վերաբերվում էր այնպիսի հարգանքով, որը նա երբեք չէր զգացել, նրա գաղափարները, որքան էլ համարձակ լինեին, ընդունվում էին խանդավառությամբ։ Անձրաջրերի հավաքման ամբողջական համակարգ, հարցրեց Հայկը, բնապահպանական ինժեները, ուսումնասիրելով նրա գծագրերը։ Դա կկրկնապատկի մեր սկզբնական բյուջեն, Մարինե։ Եվ կկրճատի շենքի ջրի սպառումը կիսով չափ, պատասխանեց նա, առանց վարանելու։ Բացի այդ, տանիքի վրա կստեղծի յուրահատուկ միկրոկլիմա։ Ռաֆայելն ասաց, որ բյուջեն խնդիր չէ։ Եթե շեֆը հաստատել է։ Հայկը թափահարեց ուսերը, բայց ժպտում էր։ Թիմում բոլորը սկսում էին վարակվել Մարինեի խանդավառությամբ։ Ռաֆայելի այցելությունները նրա գրասենյակ դարձան հաճախակի։ Սկզբում դրանք կարճ էին պաշտոնական, բայց շուտով վերածվեցին երկար զրույցների, որոնք դուրս էին գալիս նախագծի շրջանակներից։ Նա դիտում էր նրան աշխատելիս, հիացմունքի հետաքրքրասիրության խառնուրդով, հարցեր տալով յուրաքանչյուր բույսի, դիզայնի յուրաքանչյուր որոշման մասին։ Ինչու՞։ Եք սոսիներ ընտրել հյուսիսային հարավային ծայրերի համար, հարցրեց մի կեսօր, մինչ նրանք ուսումնասիրում էին այգու մակետը։ Որովհետև դրանք դիմացկուն ծառեր են, բացատրեց Մարինեն, աչքերը փայլում էին թեմայի հանդեպ կրքից։ Նրանք հարմարվում են դժվար պայմաններին, երբ ծաղկում են, ամբողջությամբ փոխում են շրջակա միջավայրը։ Նրանք որոշ մարդկանց պես են, ժամանակի մեծ մասը աննկատ են թվում, բայց կրում են արտասովոր գեղեցկություն, որը սպասում է ճիշտ պահին բացահայտվելու։ Ռաֆայելը խորը հայացքով նայեց նրան։ Ձեզ պես մարդիկ, Մարինե։ Նա շեղեց հայացքը, զգալով, թե ինչպես է դեմքը այրվում։ Ես ինձ հատկապես արտասովոր չեմ համարում։ Ուրեմն դեռ ճիշտ աչքերով չեք տեսել ձեզ, մեղմ պատասխանեց նա։ Զրույցի անձնական տոնը վախեցրեց Մարինեին։ Նա արագ փոխեց թեման, ցույց տալով ավտոմատ ոռոգման համակարգի պլանները։ Ռաֆայելը նկատեց նրա նահանջը, բայց չպնդեց։ Նրա ամաչկոտության մեջ ինչ-որ բան կար, որը հմայում էր նրան։ Դա այնքան տարբեր էր այն ինքնավստահ վճռական կանանցից, որոնց հետ նա սովորաբար շփվում էր։ Շաբաթներ անց Մարինեն սկսեց նկատել Ռաֆայելի վարքի նուրբ փոփոխությունները։ Բիզնես ամսագրերում նկարագրված անողոք գործարարը կարծես տեղը զիջում էր ավելի հանգիստ, ավելի մատչելի մարդու։ Նա սկսեց գրասենյակում հայտնվել ջինսերով, պարզ շապիկներով, անթերի կոստյումների փոխարեն, սուրճ էր բերում նրա համար Երանի ցուրտ առավոտներին, անկեղծորեն հետաքրքրվում էր այն պատմություններով, որոնք նա պատմում էր Դիլիջանում իր մանկության մասին։ Դուք երբեք չեք խոսում ձեր ընտանիքի մասին, նկատեց Մարինեն, մինչ նրանք միասին ճաշում էին տանիքին կից փոքրիկ ճաշասենյակում։ Ռաֆայելը վարանեց, պատառաքաղը օդում կախված։ Շատ բան չկա ասելու։ Ծնողներս մահացել են դժբախտ պատահարից, երբ ես 19 տարեկան էի։ Ինձ մեծացրել է մորաքույրս, ով նույնպես մահացել է։ Եղբայրներ չունեմ։ Մարինեն կարեկցանքի ալիք զգաց։ Շատ եմ ցավում։ Դա դժվար պետք է լիներ։ Այո, խոստովանեց նա, տխուր ժպիտով։ Բայց դա ինձ դարձրեց այն, ինչ ես այսօր եմ։ Ես սովորեցի վստահել միայն ինձ, կառուցել իմ սեփական ճանապարհը։ Եվ թույլ չտալ, որ ոչ ոք շատ մոտենա, ավելացրեց Մարինեն, նկատելով նրա հաջողության հետում թաքնված մենակությունը։ Ռաֆայելը նայեց նրան, զարմացած նրա ընկալումից։ Դուք ունեք մակերեսից այն կողմ տեսնելու շնորհ, այնպես չէ՞։ Գուցե դա այն պատճառով է, որ ես շատ ժամանակ եմ անցկացնում դիտելով, թե ինչ է լուր աճում հողի տակ, պատասխանեց նա ժպտալով։ Այդ զրույցը շրջադարձային եղավ նրանց հարաբերություններում։ Ռաֆայելը սկսեց Մարինեին հրավիրել ճաշի, որոնք կապ չունեին նախագծի հետ, սկզբում շքեղ ռեստորաններում, այնուհետ ավելի մտերիմ անպաճուճ վայրերում, որտեղ նրանք կարող էին ժամերով զրուցել, առանց անհանգստացվելու։ Նա նրան տարավ բուսաբանական արվեստի ցուցահանդեսներ Հաղթանակ զբոսայգում, համերգների Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնում, զբոսանքների Երանի բուսաբանական այգում։
Մարինեն զգում էր, թե ինչպես է ծաղկում նրա ներկայությամբ, հայտնաբերելով մի վստահություն, որը չգիտեր, որ ուներ։ Ռաֆայելը իր հերթին կարծես երիտասարդանում էր նրա կողքին, վերագտնալով պարզ բաների հաճույքը, ծառից քաղված մրգի համը, գրադարանի խորող լռությունը, շենքի վերից երացող մայրամուտի գեղեցկությունը։ Դուք փոխում եք իմ կյանքը, խոստովանեց նա մի երեկո, երբ նրանք ճաշում էին նրա բնակարանում, տանիքին երկարատ աշխատանքային օրվանից հետո։ Մինչ դուք, ես ապրում էի հավերժական մրցավազքում, միշտ փնտրելով հաջորդ հաջողությունը, հաջորդ ձեռքբերումը։ Հիմա, առաջին անգամ, սովորում եմ կանգ առնել պարզապես գոյություն ունենալ։ Մարինեն ժպտաց, նրան ավելի շատ գինի լցնելով։ Եվ դուք ընդլայնում եք իմ հորիզոնները։ Երբեք չէի պատկերացնում, որ կարող եմ ինձ այդքան հարմարավետ զգալ մեծ քաղաքում։ Միշտ կարծում էի, որ չափազանց փոքր եմ այդքան ընդարձակ տարածքների համար։ Դուք փոքր չեք, Մարինե։ Աշխարհն է, որ չափազանց փոքր էր, պարունակելու այն ամենը, ինչ դուք կարող եք առաջարկել։ Նա նայեց նրան այնպիսի ուժգնությամբ, որ Մարինեն զգաց, թե ինչպես է օդը պակասում։ Նրանց միջ լռությունը լի էր լարվածությամբ, որը երկուսն էլ ճանաչում էին, բայց չէին համարձակվում անվանել։ Առաջին քայլն արեց Ռաֆայելը։ Դանդաղ, կարծես վախենալով նրան վախեցնելուց, նա մեկնեց ձեռքը դիպավ նրա դեմքին, մի հպում, որքան թեթև թերթիկի հպումը։ Կարող եմ, հարցրեց նա շշուկով։ Մարինեն պատասխանեց, թեքվելով նրա կողմը, թույլ տալով, որ իրենց շուրթերը հանդիպեն մեղմ, վարանող համբույրով, որն արագորեն վերածվեց ավելի խորը, ավելի հրատապ բանի։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ, նա նրա հայացքում տեսավ մի խոցելիություն, որը հակադրվում էր անսասան մարդու նրա հանրային կերպարին։ Սա խելագարություն է, մրմնջաց նա, դեռ զգալով նրա համը շուրթերին։ Ես ձեր աշխատակցուհին եմ, մենք կարևոր նախագծի կեսին ենք։ Սա այն է, ինչին սպասել եմ ամբողջ կյանքս, առանց իմանալու, պատասխանեց Ռաֆայելը, նրա ձեռքերը բռնելով իր ձեռքերի մեջ։ Եվ նախագիծը պարզապես սկիզբն է այն բանի, ինչ կարող ենք միասին կառուցել, Մարինե։ Գիշերն ավարտվեց շնջացող խոստումներով, ավելի շատ համբույրներով, բայց ոչ ավելին։ Ռաֆայելը հարգում էր նրա ռիթմը, բնազդաբար հասկանալով, որ Մարինեն այն կնոջ տեսակը չէր, որը հեշտությամբ հանձնվում էր, ոչ թե վախից կամ անվստահությունից, այլ գիտակցված ընտրությունից, գնահատելու յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր քայլը։ Հաջորդ առավոտ, գրասենյակ հասնելուն պես, Մարինեն իր սեղանին գտավ մեկ մանրակերտ դեղին ծաղկող ծառ, ուղեկցվող արդեն ծանոթ ձեռագրով բացիկով։ Որպեսզի հիշես, որ որոշ բաներ ծաղկում են միայն ճիշտ ժամանակին։ Առանց շտապելու։ Այդ ժեստը նրան ավելի շատ հուզեց, քան ցանկացած զարդ կամ շքեղ նվեր կարող էր։ Դա ապացույց էր, որ նա իսկապես հասկանում էր նրան, հարգում էր նրա ժամանակը, նրա արժեքները։ Սակայն ամեն ինչ ծաղիկներ չէին։ Մինչ նրանց հարաբերությունները ծաղկում էին, աննկատ, ինչպես ծլող սերմը, դիմադրության առաջին նշանները սկսեցին ի հայտ գալ։ Նարինեն առանց նախազգուշացման հայտնվեց Մարինեի գրասենյակում, ծածնելով պատահական այցելություն, որն արագորեն վերածվեց հարցաքննության։ Ուրեմն լուրերը ճիշտ են, մեկնաբանեց նա, քննադատորեն ուսումնասիրելով պատերի գծագրերը։ Դու Ռաֆայել Մելիքյանը մոտ եք։ Մենք միասին ենք աշխատում, Նարինե։ Բնական է, որ մոտիկություն կա։ Աշխատանք, իհարկե, պատասխանեց քույրը, թերահավատ ժպիտով։ Տես, ինձ սխալ մի հասկացիր։ Ռաֆայելը հիանալի զուգընկեր է, ստուն կլինեի, եթե ասեի, որ երբեք չեմ երազել նրա ուշադրությունը գրավելու մասին։ Պարզապես անհանգստանում եմ քո համար, քույրիկ։ Նրա նման տղամարդիկ չեն սիրահարվում մեզ նման կանանց։ Մեզ նման, կրկնեց Մարինեն, զգալով, թե ինչպես է նյարդայնությունը աճում։ Ինչ ես ուզում ասել դրանով։ Պարզապես, առանց բարդությունների, գյուղից։ Մենք նրանց համար ժամանակավոր նախագծեր ենք, Մարինե։ Էկզոտիկ զվարճանքներ, մինչ որ նրանք կվերադառնան իրենց աշխարհի կանանց մոտ։ Նարինեի խոսքերը, որքան էլ դաժան լինեին, կասկածի սերմեր ցանեցին Մարինեի սրտում։ Արդյոք նա պարզապես հետաքրքիր նորություն էր Ռաֆայելի համար։ Անցողիկ սիրավեպ, մինչ նա կվերադառնար իր հարաբերություններին կորպորատիվ աշխարհի կանանց հետ։ Նրա վախերը կարծես հաստատվեցին հաջորդ օրը, երբ, ավելի շուտ աշխատանքի գալով, նա անսպասելիորեն լսեց Ռաֆայելի գործընկեր Մարտին Վարդանյանի գործադիր քարտուղարուհի Թամարի զրույցը։ Դա պարզապես մի փուլ է, ասում էր Մարտինը, արամարական տոնով։ Ռաֆայելը միշտ ունեցել է այդ ռոմանտիկ կողմը, որը փորձում է թաքցնել։ Հիշում եք այն նկարչուհուն 2 տարի առաջ։
Նույն պատմությունն էր, հմայք իսկության, մաքրության հանդեպ, բլա բլա բլա։ 2 ամսից ամեն ինչ ավարտվեց, նա կրկին դարձավ հին Ռաֆայելը, կենտրոնացած անողոք։ Բայց այս անգամ նա ուրիշ է թվում, առարկեց Թամարը։ Երբեք չեմ տեսել, որ նա հանդիպումներ չեղարկի կնոջ հետ ժամանակ անցկացնելու համար։ Դա նորույթի հմայքն է։ Նա ձանձրացել է, այդքանը։ Երբ փուլն անցնի, աղջիկը կվերադառնա գյուղ, մենք կրկին կունենանք Ռաֆայելին։ Մարինեն լուր հետ քաշվեց, սիրտը սեղմված։ Նա չէր ուզում հավատալ Մարտինի խոսքերին, բայց դրանք արձագանքում էին Նարինեի խոսքերին։ Արդյոք նա միամիտ էր։ Արդյոք նա սխալ նշաններ էր կարդում, խորություն տեսնելով այնտեղ, որտեղ կար պարզապես անցողիկ հետաքրքրություն։ Վերջին հարվածը եկավ 3 օր անց, երբ Մարինեն տանիքին գտավ մի էլեգանտ կնոջ, ով քննադատաբար դիտում էր արդեն սկսված աշխատանքները։ Բարձրահասակ, կատարելապես հարթարված շիկահեր մազերով անթերի գործադիր կոստյումով, նա արամարական արտահայտությամբ ուսումնասիրում էր նոր բերված բույսերը։ «Կարող եմ օգնել», հարցրեց Մարինեն, մոտենալով։ Կինը շրջվեց, գլխից մինչ ոտքերը սառը աչքերով ուսումնասիրելով նրան։ «Դուք պետք է լինեք լանդշաֆտային դիզայները։ Ես Հելենա Մանուկյանն եմ, վարչության անդամ։ Ռաֆայելի անձնական ընկերուհին»։ Այն, թե ինչպես նա շեշտեց է անձնական ընկերուհին, պարզ դարձրեց հարաբերությունների բնույթը։ Մարինեն զգաց, թե ինչպես է կոկորդում հանգույց առաջանում։ Ռաֆայելը չի նշել, որ այսօր պաշտոնական այցելություն կլինի։ Դա պաշտոնական չէ, պատասխանեց Հելենան, հաշվարկված ժպիտով։ Ռաֆայելը, ես երկար պատմություն ունենք միասին։ Ես նրան ավելի լավ եմ ճանաչում, քան ցանկացած ուրիշը։ Նույնիսկ նրա վարքի ժամանակավոր ձերը։ Յուրաքանչյուր բառ ճշգրիտ նետ էր, հարվածելով Մարինեին հենց այնտեղ, որտեղ ամենաշատն էր ցավում։ Հելենան շարունակեց, անողոքաբար. Նա միշտ է դա անում, գիտեք։ Գտնում է ինչ-որ անկեղծ հոգի, մեկին, ով ներկայացնում է այն ամենը, ինչ նա կարծում է, որ կորցրել է, դառնալով այն մարդը, ինչ նա այսօր է։ Ներդնում է ժամանակ, ուշադրություն, գուցե նույնիսկ ժամանակավորապես հավատում է, որ իրական բան է գտել։ Բայց ի վերջո, նա միշտ վերադառնում է այնտեղ, որտեղ պատկանում է։ Մարդկանց մոտ, ովքեր հասկանում են նրա աշխարհը։ Կարծում եմ, դուք անցնում եք սահմանները, տիկին Մանուկյան, պատասխանեց Մարինեն, պայքարելով պահպանելու իր հանգստությունը։ Եթե եկել եք նախագիծը ստուգելու, ես կարող եմ ցույց տալ տեխնիկական մանրամասները։ Եթե եկել եք այլ բանի համար, ապա վախենում եմ, որ չեմ կարող օգնել ձեզ։ Հելենան ժպտաց, կարծես բավարարված իր խոսքերի ազդեցությունից։ Մի անհանգստացեք, սիրելիս։ Ես պարզապես եկել էի իմ աչքերով տեսնելու Ռաֆայելի նոր նախագիծը։ Խոստովանում եմ, որ ավելի արտասովոր բան էի սպասում։ Երբ Հելենան հեռացավ, Մարինեն նստեց նոր տեղադրված փայտյա նստարաններից մեկին, փորձելով վերահսկել ձեռքերի դողը։ Նա չէր ուզում լացել ոչ այնտեղ, ոչ չարամիտ ակնարկների պատճառով։ Բայց վախն արդեն տեղավորվել էր նրա սրտում, վախը ապրելու պատրանքի մեջ, լինելու պարզապես անցողիկ հետաքրքրություն Ռաֆայելի կյանքում։ 2 օր շարունակ նա խուսափում էր նրանից, պատճառաբանելով աշխատանքի ծանրաբեռնվածությունը։ Երբ չէր կարող խուսափել նրա հետ հանդիպումներից, նա պահպանում էր խիստ մասնագիտական դիրքորոշում, անտեսելով շփոթված ցավագին հայացքները, որոնք նա նետում էր նրա վրա։ 3-րդ օրվա կեսօրին Ռաֆայելը առանց նախազգուշացման հայտնվեց նրա բնակարանում։ Երբ Մարինեն բացեց դուռը, նա տեսավ նրան անհանգիստ արտահայտությամբ, մազերը խճճված, կարծես բազմիցս ձեռքերով անցկացրել էր դրանց միջով։ Ինչ է կատարվում, Մարինե։ Ինչու։ Ես ինձնից խուսափում։ Նա վարանեց, բայց որոշեց, որ արժանի է անկեղծության։ Ես հանդիպեցի Հելենա Մանուկյանին։ Ռաֆայելի դեմքը սեղմվեց ցավալի հասկացողության արտահայտությամբ։ Ինչ ասաց նա։ Բավական է, որպեսզի ինձ ստիպի կասկածել, թե ինչ եմ անում այստեղ։ Ինչ ենք մենք, Ռաֆայել։ Եթե ես պարզապես ժամանակավոր նախագիծ եմ ձեզ համար։ Նա մեկ քայլ առաջ արեց, բայց հարգեց նրա տարածքը, չդիպչելով նրան։ Հելենան, ես 3 տարի առաջ հարաբերություններ ունեինք։ Դա կարճ էր, վատ ավարտվեց։ Նա լավ չընդունեց ավարտը։ Իսկ նկարչուհին 2 տարի առաջ, հարցրեց Մարինեն, Մարտինի խոսքերը դեռ արձագանքում էին նրա մտքում։ Դա էլ էր մի փուլ, անցողիկ հմայք իսկության հանդեպ։ Ռաֆայելը մեկ ակնթարթ փակեց աչքերը, հարցից տեսանելիորեն ցնցված։
Տեսնում եմ, որ ավելին եք լսել, քան պարզապես Հելենային։ Այո, եղել է մի նկարչուհի։ Սոֆիա։ Եվ ոչ, դա պարզապես հմայք չէր։ Դա իրական էր, բայց երկուսս էլ կյանքից տարբեր բաներ էինք ուզում։ Նա ուզում էր ճանապարհորդել աշխարհով մեկ, ես պետք է մնայի։ Մենք բաժանվեցինք փոխադարձ համաձայնությամբ, առանց վիրավորանքի։ Իսկ ես։ Ինչ եմ ես ձեզ համար, Ռաֆայել։ Մեկ այլ էկզոտիկ հետաքրքրություն, մինչ ձեր աշխարհ վերադառնալը։ Ռաֆայելս մեկ քայլ առաջ արեց, այժմ այնքան մոտ, որ Մարինեն կարող էր զգալ նրա մարմնի ջերմությունը։ Դուք նախագիծ, փուլ կամ հետաքրքրություն չեք, Մարինե։ Դուք իրադարձություն եք իմ կյանքում։ Մի բան, որը ես չէի պլանավորել, չէի փնտրել, բայց որը փոխեց ամեն ինչ։ Առաջին անգամ ես իսկապես շնչում եմ։ Նրա ձայնի անկեղծությունը շոշափելի էր։ Մարինեն ուզում էր հավատալ, հուսահատորեն։ Բայց վախը, չբավարարելու, հետ թողնելու հին վախը, դեռ սպահում էր նրան։ Ես վախենում եմ, խոստովանեց նա վերջապես։ Վախենում եմ հանձնվել դրան հայտնաբերել, որ դուք կհոգնեք ինձնից, իմ պարզությունից, իմ անփորձությունից։ Ձեր աշխարհն այնքան տարբեր է իմից, Ռաֆայել։ Նա բռնեց նրա ձեռքերը իր ձեռքերի մեջ, ուղիղ նայելով նրա աչքերին։ Ես էլ եմ վախենում, Մարինե։ Վախենում եմ, որ դուք կհասկանաք, որ ես այն մարդը չեմ, ինչ թվում եմ, որ հաջողության ուժի հետում կա մի կոտրված մեկը, ով մոռացել է, թե ինչպես վստահել, ինչպես սիրել։ Բայց ես պատրաստ եմ ռիսկի դիմել, որովհետև տարիներ շարունակ առաջին անգամ զգում եմ, որ իրական բան եմ գտել։ Այդ պահին Մարինեի ներսում ինչ-որ բան կոտրվեց, այն պատնեշը, որը պաշտպանում էր նրան, այն պատը, որը նա կառուցել էր սրտի շուրջ։ Աչքերում արցունքներով նա մոտեցավ համբուրեց նրան, ոչ թե առաջին համբույրների վարանելով, այլ մի հանձնումով, որը զարմացրեց երկուսին էլ։ Այդ գիշերը նշանավորեց Մարինեի Ռաֆայելի հարաբերությունների նոր փուլը։ Չկար շտապողականություն, չկար հրատապություն, միայն երկու մարմինների, երկու հոգիների դանդաղ մանրակրկիտ բացահայտումը, որոնք ճանաչում էին միմյանց։ Մարինեի համար Ռաֆայելին հանձնվելը նման էր երկար սպասումից հետո վերջապես ծաղկելուն։ Նրա համար դա նշանակում էր վերագտնել քնքշությունը, որը նա կարծում էր, թե կորցրել է կորպորատիվ մարտերի տարիներին։ Լավ ես, շնջաց նա, շոյելով նրա մազերը, մինչ նրանք հանգստանում էին սավանների մեջ։ Մարինեն ժպտաց, փարվելով նրա կրծքին։ Երբեք ավելի լավ չեմ եղել։ Արժեր սպասել ճիշտ պահին։ Ռաֆայելը խոնարհությամբ համբուրեց նրա ճակատը։ Շնորհակալություն ինձ վստահելու համար։ Հաջորդ առավոտ նրանք արթնացան արի առաջին ճառագայթներից, որոնք թափանցում էին կիսաբաց վարագույրներից։ Մարինեն դիտում էր Ռաֆայելի քնած դեմքը, քնից մեղմացած արտահայտությունները, սիրո այնքան ուժեղ ալիք զգաց, որ գրեթե ցավում էր։ Այս մարդը, այս հզոր գործարարը, որից վախենում էին բիզնես աշխարհում, իր քնի մեջ գրեթե խոցելի էր թվում, կարծես վերջապես կարող էր իջեցնել բոլոր պաշտպանությունները։ Հաջորդ օրերին նրանք գտան մի ռիթմ, որը հարմար էր երկուսին էլ, ցերեկը միասին աշխատում էին տանիքի նախագծի վրա, պահպանելով մասնագիտական հարաբերություններ ուրիշների առաջ, իսկ երեկոները կիսում էին աճող մտերմություն, խորը զրույցներ, փոխադարձ բացահայտումներ։ Կախովի այգին արագորեն զարգանում էր։ Հիմնական կառույցներն արդեն տեղադրված էին, ջրահավաք համակարգը կատարելապես աշխատում էր, առաջին բույսերը սկսում էին հարմարվել միջավայրին։ Տարածքը վերափոխվում էր հենց այնպես, ինչպես Մարինեն պատկերացրել էր, կանաչ օազիս, որը կախված էր Երանի քարե ջունգլիների վրա։ Զարմանալի է, թե ինչպես է կարողացել անտառապատ լեռները բերել Երանի շենքի գագաթը, մեկնաբանեց Ռաֆայելը, մինչ նրանք զբոսնում էին տանիքով մի կեսօրվա վերջում։ Ես կարող եմ զգալ Դիլիջանի էությունը այստեղ։ Դա էր իմ ուզածը, բացատրեց Մարինեն հպարտորեն։ Ոչ միայն բույսեր, այլ Հայաստանի սրտի մի կտոր։ Ինչ-որ իսկական բան այսքան ապակու բետոնի մեջ։ Ռաֆայելը կանգ առավ, դիտելով, թե ինչպես է մայրամուտի լույսը լուսավորում նրա դեմքը։ Դուք նույն բանն եք անում ինձ հետ, գիտեք։ Իսկություն եք բերում իմ կյանք։ Նրանց իրավեպը ծաղկում էր այնքան առատորեն, որքան այգին, բայց ինչպես բույսերը պետք է դիմակայեն փոթորիկներին, իրենց արմատները ամրացնելու համար, նրանց հարաբերությունները շուտով կփորձարկվեին հակառակ քամիներով։ Առաջին փոթորիկը եկավ Հայաստանի բիզնես ամսագրի հոդվածի տեսքով, սադրիչ վերնագրով։ Ռաֆայել Մելիքյանի նոր գաղտնի այգին։
Հոդվածը ակնարկում էր, որ տանիքի նախագիծը պարզապես պատրվակ էր գործարարի համար, գյուղական լանդշաֆտային դիզայների հետ սիրավեպ պահպանելու համար, կասկածի տակ էր դնում Մարինեի մասնագիտական կոմպետենտությունը ենթադրում, որ նրա աշխատանքի ընդունումը պայմանավորված էր միայն անձնական շահերով։ Մարինեն ամսագիրը գտավ իր սեղանին, գրասենյակ հասնելուն պես։ Մեկը այն բաց էր թողել հենց հոդվածի էջում։ Նա արյունը սառեցրեց, կարդալով չարամիտ ակնարկները, կիսաճշմարտությունները, հեռվից արված լուսանկարները, որոնք կոնտեքստից դուրս փոխզիջումային էին թվում։ Ռաֆայելը հայտնվեց րոպեներ անց, զայրացած, ինչպես Մարինեն երբեք չէր տեսել նրան։ Ես կդատեմ այդ ամսագրին մինչ վերջին ատյանը, հայտարարեց նա, իր սեփական օրինակը սեղանին նետելով։ Ինչպես են համարձակվում այդպես խոսել ձեր մասին։ Ինչպես են ձեռք բերել այդ լուսանկարները։ Մարինեն հասկանում էր, որ նա ավելի շատ անհանգստանում էր այն բանից, թե ինչպես էր նա պատկերված, քան իր սեփական հեղինակությունից։ Սա խորապես հուզեց նրան։ Արժանի չէ, Ռաֆայել։ Դա միայն ավելի մեծ հրապարակայնություն կտա թեմային։ Ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք պղծեն ձեր անունը, ձեր մասնագիտական հեղինակությունը։ Իմ աշխատանքը կխոսի իմ փոխարեն, պատասխանեց նա այնպիսի հանգստությամբ, որը զարմացրեց երկուսին էլ։ Երբ տանիքը պատրաստ լինի, բոլորը կտեսնեն, թե ինչու եմ ընտրվել։ Ռաֆայելը գրկեց նրան, հիացած նրա ուժով։ Դուք զարմանալի եք, գիտեք։ Մարդկանց մեծ մասը հիմա արցունքների մեջ կլիներ։ Ես մեծացել եմ, դիտելով բույսերին, Ռաֆայել։ Նրանք չեն արձագանքում քննադատություններին, պարզապես շարունակում են լուռ աճել, ապացուցելով իրենց արժեքը գործերով, ոչ թե խոսքերով։ Սակայն հոդվածը հետանքներ ունեցավ։ Հնարավոր հաճախորդները սկսեցին չեղարկել Մարինեի հետ հանդիպումները, ապագա նախագծերը քննարկելու համար։ Գործընկերները, ովքեր նախկինում հարգանքով էին վերաբերվում նրան, այժմ շշնջում էին միջանցքներում, երբ նա անցնում էր։ Եվ ամենավատը, նրա հեռախոսը չէր դադարում զանգահարել լրագրողներից, ովքեր անհամբեր սպասում էին հայտարարության հզոր գործարարի հետ նրա հարաբերությունների մասին։ Երկրորդ փոթորիկը եկավ անսպասելի ուղղությունից։ Մի կեսօր Մարինեին կանչեցին հիմնական հանդիպումների սենյակ, որտեղ նա գտավ Ռաֆայելին Մարտինին բուռն վիճաբանության մեջ։ Ահա, եկավ մեր իմիջային ճգնաժամի գլխավոր հերոսուհին, մեկնաբանեց Մարտինը, դժվարությամբ թաքցնելով իր սարկազմը։ Խնդրում եմ, նստեք, տիկին Ալեքսանյան։ Ռաֆայելը զգուշացնող հայացք նետեց գործընկերոջը, բայց նա շարունակեց. Ես վերլուծել եմ տանիքի նախագծի թվերը, դրանք տագնապալի են։ Սկզբնական բյուջեն գերազանցվել է ավելի քան 200%, ով ներդրողները կասկածի տակ են դնում այգու ֆինանսական կենսունակությունը։ Դուք շատ լավ գիտեք, որ ես հաստատել եմ այդ բյուջեի յուրաքանչյուր ցենտը, ընդհատեց Ռաֆայելը։ Եվ որ նախագիծը զգալի արժեք կհաղորդի շենքին։ Դա պարզապես այգի չէ, դա ընկերության սկզբունքների հռչակագիր է։ Սկզբունքների հռչակագիր, թե? Անձնական շահերի, սադրեց Մարտինը։ Եկեք անկեղծ լինենք այստեղ։ Այս նախագիծը գոյություն ունի միայն այն պատճառով, որ դուք էմոցիոնալ առումով ներգրավված եք տիկին Ալեքսանյանի հետ։ Մարինեն զգաց, թե ինչպես է դեմքը այրվում նվաստացումից զայրույթից։ Մինչ Ռաֆայելը կպատասխաներ, նա ոտքի կանգնեց։ Պարոն Վարդանյան, ես հասկանում եմ ձեր մտահոգությունները բյուջեի վերաբերյալ։ Բայց առաջարկում եմ, որ նախագիծը գնահատեք ըստ իր տեխնիկական արժանինքների, ոչ թե իմ անձնական կյանքի մասին ենթադրությունների։ Ես ունեմ մասնագիտական ուղի, որն ինքնին խոսում է, նույնիսկ եթե համեստ է, համեմատած այն չափանիշների հետ, որոնց դուք սովոր եք։ Այս այգին, ինչպես դուք արամարականորեն եք այն անվանում, կնվազեցնի շենքի էներգիայի սպառումը 30%, ով կբարելավի ներքին օդի որակը, կավելացնի աշխատակիցների արտադրողականությունը, կլինի մրցակցային առավելություն, գրավելու կայունությամբ մտահոգ հաճախորդներին։ Եթե դա բավարար չէ ներդրումը արդարացնելու համար, գուցե խնդիրը նախագիծը չէ, այլ նրանց սահմանափակ տեսլականը, ովքեր գնահատում են այն։ Նրա խոսքերին հաջորդեց ապշահար լռություն։ Մարտինը ցնցված էր թվում վճռական պատասխանից։ Ռաֆայելը, իր հերթին, չկարողացավ թաքցնել հպարտության ժպիտը։ Բացի այդ, շարունակեց Մարինեն, զգալով մի վստահություն, որը երբեք չէր զգացել, եթե խորհուրդը ցանկանում է ինձ ազատել Ռաֆայելի հետ իմ հարաբերությունների պատճառով, ես պատրաստ եմ ընդունել դա։ Բայց նախագիծը մանրամասն փաստաթղթավորված է այնքանով, որ ցանկացած իրավասու մասնագետ կարող է այն ավարտել։
Ափսոս կլիներ վատնել արդեն կատարված ամբողջ աշխատանքը ներքին քաղաքականության պատճառով։ Մարտինը շտկեց փողկապը, տեսանելիորեն անհարմարավետ զգալով։ Ոչ ոք ձեզ ազատելու մասին չի խոսել, տիկին Ալեքսանյան։ Մենք պարզապես վերագնահատում ենք առաջնահերթությունները։ Ընկերության առաջնահերթությունները մնում են նույնը, հաստատեց Ռաֆայելը, այնպիսի իշխանությամբ, որը առարկություն չէր ընդունում։ Նորարարություն, կայունություն, գերազանցություն։ Այս նախագիծը մարմնավորում է բոլոր այդ արժեքները։ Քննարկումն ավարտված է։ Մարտինի հեռանալուց հետո Ռաֆայելը նայեց Մարինեին, հիացմունքի մտահոգության խառնուրդով։ Դուք հիանալի էիք։ Բայց Մարտինը հեշտությամբ չի հանձնվի։ Ես էլ, պատասխանեց նա, այնպիսի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Այդ գիշեր, մինչ նրանք ճաշում էին Ռաֆայելի բնակարանում, նա մտածկոտ էր թվում, հեռու։ Ինչ է պատահել, հարցրեց Մարինեն, նկատելով նրա մտահոգությունը։ Ես մտածում եմ այն մասին, ինչ ասաց Մարտինը։ Ոչ թե բյուջեի կամ նախագծի մասին, այլ մեր մասին։ Գուցե մենք բարդացնում ենք ամեն ինչ, միասին աշխատելով, մինչդեռ անձնական հարաբերություններ ունենք։ Մարինեի ողնաշարով սառնություն անցավ։ Զղջում ես։ Մեր մասին։ Երբեք, պատասխանեց նա, բռնելով նրա ձեռքը։ Դա լավագույն բանն է, որ պատահել է ինձ հետ տարիներ շարունակ։ Բայց գուցե մենք պետք է վերանայենք մեր մասնագիտական դինամիկան։ Մարտինը միակը չէ, ով հարցեր է տալիս։ Ներդրողները, մամուլը, բոլորը հետում են մեր յուրաքանչյուր քայլին։ Առաջարկում եք, որ ես հեռանամ նախագծից։ Այդ գաղափարը ավելի շատ էր ցավեցնում, քան Մարինեն կցանկանար խոստովանել։ Տանիքն արդեն գրեթե իր իսկ շարունակությունն էր։ Ոչ, ոչ մի դեպքում։ Այս նախագիծը ձերն է, սկզբից մինչ վերջ։ Ես առաջարկում եմ, որ գուցե ես պետք է մի փոքր հեռանամ, թույլ տամ, որ դուք աշխատեք առանց իմ մշտական ստվերի։ Ցույց տալ բոլորին, որ ձեր կոմպետենտությունը կապ չունի մեր հարաբերությունների հետ։ Մարինեն հասկացավ նրա խոսքերի տրամաբանությունը, բայց չէր կարող շղթել կորստի զգացումը։ Նախագծի ուրախության մի մասը այն Ռաֆայելի հետ կիսելն էր, նրա խանդավառությունը տեսնելը յուրաքանչյուր նոր գաղափարի իրականացման ժամանակ։ Եթե կարծում եք, որ դա լավագույնն է, սկսեց նա, փորձելով թաքցնել հիասթափությունը։ Ռաֆայելն անմիջապես նկատեց. Հեյ, դա ոչինչ չի փոխում մեր միջ։ Դա պարզապես մասնագիտական ռազմավարություն է։ Մենք դեռ կունենանք մեր երեկոները, մեր հանգստյան օրերը։ Պարզապես պետք է ավելի զուսպ լինենք, գոնե մինչ տանիքի բացումը։ Մարինեն հավանություն տվեց, ռացիոնալ կերպով հասկանալով անհրաժեշտությունը, բայց էմոցիոնալ առումով զգալով, կարծես ինչ-որ թանկարժեք բան վերաիմաստավորվում էր, շրջապատված նոր կանոններով։ Հաջորդ շաբաթներին Ռաֆայելը կատարեց իր խոսքը։ Նա հեռացավ նախագծից, սահմանափակելով իր այցելությունները տանիք պաշտոնական հանդիպումներով ամբողջ թիմի հետ։ Հանրության առաջ նա Մարինեին վերաբերվում էր նույն մասնագիտական քաղաքավարությամբ, ինչ ցանկացած այլ աշխատակցի։ Երեկոյան, երբ միայնակ էին, նա փոխհատուցում էր հեռավորությունը էլ ավելի խորը մտերմությամբ, կարծես ուզում էր ապացուցել, որ նրանց միջ ոչինչ չի փոխվել։ Բայց ինչ-որ բան փոխվել էր։ Մարինեն զգում էր։ Ոչ թե Ռաֆայելի սիրո մեջ, դա կարծես ավելի ուժեղ էր, քան երբը։ Փոփոխությունը դինամիկայի մեջ էր, երկու զուգահեռ հարաբերություններ ապրելու զգացողության մեջ, հանրային, սառը պաշտոնական, անձնական, կրքոտ ճշմարիտ։ Կրկնությունն սկսում էր ծանրություն լինել նրա համար։ Ամենավատը դեռ առջում էր։ Մի առավոտ, տանիք հասնելուն պես, Մարինեն բույսերի կեսը գտավ թառամած կամ մեռած։ Ոռոգման համակարգը դիվերսիայի էր ենթարկվել գիշերվա ընթացքում, արմատները ժամերով ենթարկելով արի ուժեղ շողերին։ Տարիների փորձը, շաբաթների քրտնաջան աշխատանքը ավերվել էին ժամերի ընթացքում։ Տեխնիկական թիմն անմիջապես կանչվեց։ Միաձայն եզրակացություն, դիտավորյալ դիվերսիա։ Մեկը վերածրագրավորել էր համակարգը, չափից ավելի ջուր լցնելու ամենազգայուն արմատներին, առաջացնելով փտում, ամբողջությամբ անջատել էր մատակարարումը այլ տարածքներին։ Մարինեն ֆիզիկապես վատ զգաց իրեն, տեսնելով վնասը։ Ռաֆայելը, տեղեկացվելուն պես, անմիջապես բարձրացավ տանիք, լքելով ներդրողների հետ կարոր հանդիպումը։ Նա գտավ նրան նստարանին նստած, հուսահատորեն նայելով մեռած բույսերին, ձեռքերը կեղտոտված հողից, փորձելով փրկել այն, ինչ հնարավոր էր։ Ո՞վ կաներ դա, հարցրեց նա, ձայնը խեղդված։ Ինչու՞։
Ռաֆայելը ծնկի իջավ նրա առջ, լիովին անտեսելով, որ իր 15,000 դրամանոց իտալական կոստյումը կեղտոտվում էր հողից։ Մենք կիմանանք, խոստանում եմ։ Եվ ես կապահովեմ, որ այդ մարդը երբեք այլս չմոտենա ձեզ կամ ձեր աշխատանքին։ Դա միայն դա չէ, Ռաֆայել։ Դա ամիսների աշխատանք է։ Այդ տեսակներից մի քանիսը հատուկ բերվել էին Անտառապատ լեռներից, դրանք դժվար է փոխարինել։ Եվ հանձնման ժամկետը 1 ամսից պակաս է։ Անհնար է ամեն ինչ ժամանակին վերականգնել։ Հենց այդ պահին, տեսնելով Մարինեի աչքերում իսկական ցավը, Ռաֆայելը որոշում կայացրեց։ Նա ոտքի կանգնեց, վերցրեց բջջային հեռախոսը, զանգահարեց իր քարտուղարուհուն։ Թամար, չեղարկիր իմ բոլոր պարտավորությունները առաջիկա 3 օրով։ Այո, բոլորը։ Եվ կազմակերպիր անձնական ինքնաթիռ երան այսօր երեկոյան։ Մեզ նա սառնարանային բեռնատար կպահանջվի բույսերի տեղափոխման համար։ Եվ կապ հաստատիր բուսաբանական ինստիտուտի հետ, մեզ պետք է մատակարարների ամբողջական ցուցակը, որոնք տիկին Ալեքսանյանը նշել էր նախագծի սկզբում։ Նա անջատեց հեռախոսը, նայեց Մարինեին, վճռականորեն։ Մենք գնում ենք Դիլիջան։ Այսօր։ Դուք ավելի լավ գիտեք, թե ինչ բույսեր են մեզ պետք։ Մենք անձամբ կգնանք դրանց հետից։ Ռաֆայել, դուք չեք կարող ամեն ինչ այդպես թողնել։ Կարող եմ, կանեմ։ Այս նախագիծը չափազանց կարևոր է, որպեսզի ձախողվի։ Եվ դուք… Նա վարանեց, ապա շարունակեց, կարծես դժվար որոշում էր կայացնում։ Դուք չափազանց կարևոր եք ինձ համար։ Ես հոգնել եմ հանրության առաջ անտարբերություն ծածնելուց, հոգնել եմ թույլ տալու, որ Մարտինի կամ Հելենայի նման մարդիկ թելադրեն, թե ինչպես պետք է ապրեմ իմ կյանքը, ում հետ պետք է շփվեմ։ Դիլիջան ուղղությունը փոխակերպիչ եղավ երկուսի համար էլ։ Առաջին անգամ Ռաֆայելը տեսավ Մարինեի աշխարհը, պարզ, բայց հարմարավետ տունը, որտեղ նա մեծացել էր, նրան մեծացրած սիրող ծնողներին, Անտառապատ լեռների բնապատկերները, որոնք ձավորել էին նրա գեղագիտական տեսլականը։ Հովհաննեսը, Մարգարիտ Ալեքսանյանները Ռաֆայելին ընդունեցին առանց դատապարտման կամ նախապաշարմունքների։ Նրանք նրան վերաբերվեցին ոչ թե որպես հզոր գործարարի, այլ որպես այն տղամարդու, ում իրենց դուստրն ընտրել էր։ Եվ Ռաֆայելը իր հերթին իջեցրեց իր պահպանած վերջին արգելքները, պաշտոնական վարքը, էմոցիոնալ զսպվածությունը, մշտական վերահսկողությունը։ Ձեր դուստրը փրկում է իմ ընկերությունը, իմ հոգին, գիտեք, մեկնաբանեց նա Հովհաննեսին, մինչ օգնում էր թոշակի անցած ուսուցչին բակում բույսերը ջրելու։ Հովհաննեսը ժպտաց, ակնոցները շտկելով։ Մարինեն միշտ ունեցել է այդ շնորհը։ Նա տեսնում է թաքնված գեղեցկությունը իրերի մեջ, աճի ներուժը այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են պարզապես անպտուղ հող։ 3 լարված օրվա ընթացքում Մարինեն Ռաֆայելը շրջեցին տնկարաններով, զրուցեցին տեղական արտադրողների հետ, մանրակրկիտ ընտրեցին յուրաքանչյուր բույս, որը կփոխարիներ կորցրածներին։ Նրանք աշխատում էին որպես կատարելապես համաժամացված թիմ, լրացնելով միմյանց որոշումներում, հարգելով միմյանց գիտելիքները։ Երեկոները, Դիլիջանի պատմական կենտրոնի հմայիչ հյուրատանը հանգրվանած, նրանք սիրով զբաղվում էին նոր ուշքնությամբ, կարծես Մարինեի արմատներին մոտ լինելը արթնացրել էր նրանց երկուսի մեջ ինչ-որ նախնական բան։ Երբեք ինձ այդքան կենդանի չեմ զգացել, որքան այստեղ, խոստովանեց Ռաֆայելը վերջին գիշերը, մինչ նրանք դիտում էին Անտառապատ լեռների աստղերը հյուրատան պատշգամբից։ Կարծես այն ամենը, ինչ ես կառուցել էի երանում, ինչ-որ կերպ արհեստական էր։ Կարծես ես կորցրել էի ինձ ճանապարհին։ Դա արհեստական չէ, պարզապես անավարտ է, պատասխանեց Մարինեն, շոյելով նրա դեմքը։ Դուք կայսրություն եք կառուցել, Ռաֆայել, դա հիացմունքի արժանի է։ Պարզապես մոռացել եք տուն կառուցել ձեր հոգու համար։ Նա նայեց նրան, աչքերը փայլում էին աստղերի լույսի ներքո։ Իմ տունը այնտեղ է, որտեղ դուք եք, Մարինե։ Ես դա հիմա հասկացա։ Դա տեղ չէ, դա մարդ է։ Դա դուք եք։ Հաջորդ առավոտ սառնարանային բեռնատարը Դիլիջանից մեկնեց, բեռնված նոր բույսերով։ Ռաֆայելը Մարինեն հետեցին անձնական ինքնաթիռով, ձեռք ձեռքի բռնած ամբողջ թռիչքի ընթացքում, կարծես վախենում էին կրկին բաժանվելուց։ Երան հասնելուն պես նրանք գտան թիմին մոբիլիզացված, պատրաստ այգու փրկության գործողությանը։ 3 օր 3 գիշեր Մարինեն ղեկավարում էր վերատնկման գործընթացը, Ռաֆայելի անխոնջ օգնությամբ, ով կոստյումները փոխարինել էր ջինսերով, շապիկներով, ձեռքերը կեղտոտել հողով, սովորել տարբերակել հողի յուրաքանչյուր տեսակը, յուրաքանչյուր բույսի յուրահատուկ կարիքները։
Ռաֆայելի փոխակերպումը աննկատ չմնաց թիմի կողմից։ Գործադիր տնօրենին տեսնելը, թե ինչպես է աշխատում այգեպանների կողքին, առանց որե ամբարտավանության հետելով Մարինեի ցուցումներին, հարգանքի հիացմունքի ալիք առաջացրեց, որը ոչ մի մարդկային ռեսուրսների քաղաքականություն չէր կարող գնել։ Երրորդ օրվա երեկոյան, հյուծված, բայց գոհ Մարինեն Ռաֆայելը դիտում էին թարմացված տանիքը։ Դեռ ժամանակ կպահանջվեր, որ բույսերն ամբողջությամբ հաստատվեին, բայց ամենավատն անցել էր։ Այգին կգոյատեր։ Շնորհակալություն, ասաց Մարինեն, գլուխը նրա ուսին դնելով։ Ինձ, նախագծին հավատալու համար։ Իմ կողքին պայքարելու համար։ Ռաֆայելը գրկեց նրան, զգալով մի խաղաղություն, որը երբեք չէր զգացել իր ամբողջ կյանքում։ Ես եմ շնորհակալ, Մարինե։ Դուք ինձ սովորեցրիք, թե ինչ է նշանակում հոգի ունենալ։ Ինչ է նշանակում պայքարել մի բանի համար, որը գերազանցում է շահույթը, թվերը, սովորական հաջողությունը։ Եվ դուք ինձ սովորեցրիք, որ ես կարող եմ ավելի քաջ լինել, քան պատկերացնում էի, պատասխանեց նա, բարձրացնելով դեմքը նրան նայելու համար։ Որ ես կարող եմ զբաղեցնել այնպիսի տարածքներ, որոնց մասին երբեք չէի երազել։ Այդ պահին, նայելով միմյանց աչքերին երանի աստղազարդ երկնքի տակ, թարմ տնկված բույսերի բույրի մեջ, երկուսն էլ գիտեին, որ այն, ինչ նրանք կառուցել էին, ավելի դիմացկուն էր, քան ցանկացած այգի, ավելի երկարակյաց, քան ցանկացած կորպորատիվ շենք։ Դա մի կապ էր, որը, ինչպես ամենահին ծառերի արմատները, խորապես փոխկապակցված էր, պահելով երկուսին էլ ցանկացած փոթորկից։ Եվ դեռ փոթորիկներ կլինեին առջում։ Դրանցից ամենամեծը պատրաստվում էր ձավորվել։ Մելիքյան կորպորացիաների կախովի այգու բացումը նշանակված էր 2 շաբաթից։ Հրավերներ էին ուղարկվել կարևոր հաճախորդներին, կայուն ճարտարապետության մասնագետ լրագրողներին, քաղաքական գործիչներին, հայտնիներին։ Միջոցառումը խոստանում էր լինել տարվա ամենաքննարկվողներից մեկը հայկական կորպորատիվ աշխարհում։ Մարինեն անխոնջ աշխատում էր, կարգավորելով վերջին մանրամասները, համոզվելով, որ յուրաքանչյուր բույս հարմարված է, յուրաքանչյուր համակարգ կատարելապես աշխատում է։ Ռաֆայելը իր հերթին հրաժարվել էր մասնագիտական հեռավորության դիրքորոշումից։ Այժմ նա հպարտորեն նրա հետ շրջում էր տանիքով, նրան բոլորին ներկայացնելով որպես այս տարածքի վերափոխման հետում կանգնած փայլուն միտք։ Նրանց հարաբերությունները, որոնք նախկինում գաղտնի էին պահվում, այժմ բացահայտորեն ընդունվում էին։ Ի զարմանս Մարինեի, աշխատակիցների մեծ մասի արձագանքը դրական էր։ Շատերը խոստովանեցին, որ արդեն կասկածում էին, նույնիսկ աջակցում էին զույգին։ Ռաֆայելն ավելի թեթ, ավելի մատչելի էր թվում, դա դրականորեն էր անդրադառնում աշխատանքային միջավայրի վրա։ Սակայն ամեն ինչ ծաղիկներ չէին։ Մարտին Վարդանյանը աճող անհանգստությամբ հետում էր իրադարձությունների զարգացմանը։ Խորհրդի հանդիպման ժամանակ, բացումից 1 շաբաթ առաջ, նա վերջապես պայթեց։ Մենք պետք է քննարկենք ընկերության ապագան, հայտարարեց նա, դիմելով խորհրդի մյուս անդամներին։ Ռաֆայելը ակնհայտորեն վտանգում է իր մասնագիտական դատողությունը անձնական ներգրավվածության պատճառով։ Վերջին որոշումները, չափազանց մեծ ծախսերը մի նախագծի վրա, որը ուղղակի ֆինանսական եկամուտ չի բերում, անպատշաճ հանրային ցուցադրումը, այս ամենը վտանգում է Մելիքյան կորպորացիաների կայունությունը։ Ռաֆայելը զարմանալիորեն հանգիստ մնաց։ Կախովի այգին արդեն իսկ դրական գովազդ է ստեղծում ընկերության համար, Մարտին։ 3 ճարտարապետական ամսագիր թույլտվություն են խնդրել բացառիկ հոդվածներ պատրաստելու համար։ 2 պոտենցիալ հաճախորդ հատուկ նշել են նախագիծը որպես մեր ընկերությունը ընտրելու վճռորոշ գործոն։ Ինչ վերաբերում է Մարինեի հետ իմ ներգրավվածությանը, դա անձնական է, չի ազդում ընկերության հանդեպ իմ պարտավորության վրա։ Պարտավորություն, Մարտինը ծիծաղեց, արամարականորեն։ Դուք չեղարկել եք ներդրողների հետ 3 հանդիպում, Դիլիջան գնալու համար, բույսեր բերելու։ 3 օր հող եք նետել։ Ծաղկամանների մեջ։ Եվ հիմա մտածում եք ընկերությունում լանդշաֆտային ճարտարապետության բաժին ստեղծելու մասին, մի բան, որը լիովին դուրս է մեր հիմնական բիզնեսից։ Ես մտածում եմ նորարարություն մտցնելու մասին, ուղղեց Ռաֆայելը։ Ընդլայնել հորիզոնները։ Մի բան, որը մենք պետք է արած լինեինք վաղուց, փոխարենը սահմանափակվելու ձախողված ընկերություններ գնելով դրանք վերակենդանացնելով վերավաճառքի համար։ Քննարկումը թեժացավ, խորհրդի մյուս անդամները կողմեր բռնեցին։ Ի վերջո, պարզ դարձավ, որ բաժանում կար։ Կեսը աջակցում էր Ռաֆայելի առաջարկած նոր ուղղությանը, մինչդեռ մյուս կեսը համաձայնում էր Մարտինի մտահոգություններին։
Երբ հանդիպման լուրը հասավ Մարինեի ականջին, նա ուսերին հսկայական ծանրություն զգաց։ Նա, առանց ցանկության, խզում էր առաջացնում այն ընկերությունում, որը Ռաֆայելը կառուցել էր այդքան ջանքերով։ Ես չեմ կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա, հոգոց հանեց նա այդ գիշերը, մինչ նրանք ճաշում էին նրա բնակարանում։ Ես չեմ ուզում լինել ձեր տարաձայնության պատճառը Մարտինի խորհրդի հետ։ Դուք պատճառը չեք, Մարինե, պատասխանեց Ռաֆայելը, բռնելով նրա ձեռքերը։ Դուք այն կատալիզատորն էիք, որը ստիպեց ինձ կասկածի տակ դնել այն ուղին, որով ընթանում էի։ Տարիներ շարունակ զգում էի, որ ինչ-որ բան է պակասում, որ դատարկ կայսրություն եմ կառուցում։ Դուք ինձ ցույց տվեցիք հնարավորություններ, որոնց գոյության մասին նույնիսկ չգիտեի։ Բայց ինչ, եթե Մարտինը ճիշտ է։ Ինչ, եթե դուք վտանգում եք ձեր դատողությունը մեր պատճառով։ Ռաֆայելը ժպտաց, շոյելով նրա դեմքը։ Գիտեք, թե որն է հեգնանքը։ Իմ դատողությունը երբեք այդքան պարզ չի եղել, որքան հիմա։ Առաջին անգամ որոշումներ եմ կայացնում հիմնվելով այն բանի վրա, ինչն իսկապես կարող է ինձ համար, ոչ թե պարզապես այն բանի վրա, ինչն սպասվում է, ինչը ավելի շատ շահույթ կամ հեղինակություն կբերի։ Եվ դա վախեցնում է Մարտինին, որովհետև նա երբեք չի կարողացել ազատվել այդ կապանքներից։ Մարինեն հավանություն տվեց, ցանկանալով հավատալ։ Բայց կասկածի սերմն արդեն ցանված էր։ Եվ այն կաճեր հաջորդ օրերին։ Բացումից 2 օր առաջ Հելենա Մանուկյանը կրկին հայտնվեց։ Այս անգամ ոչ թե տանիքին, այլ անմիջապես Մարինեի գրասենյակում։ Մենք պետք է խոսենք, հայտարարեց նա, փակելով դուռը իր հետից։ Կնոջից կնոջ։ Մարինեն զգաց, թե ինչպես է ստամոքսը սեղմվում, բայց հաստատակամ մնաց։ Խնդրեմ։ Հելենան նստեց, էլեգանտորեն խաչելով ոտքերը։ Ես եկել եմ առաջարկ անելու։ Մասնագիտական առատաձեռն, հավատացեք։ Լսում եմ։ Իմ ներդրումային ընկերությունը պատրաստ է ձեզ վարձել որպես բացառիկ խորհրդատու կայուն լանդշաֆտային ճարտարապետության նախագծերում։ Աշխատավարձը կլինի 3 անգամ ավելի, քան դուք ստանում եք այստեղ, գումարած բոնուսներ յուրաքանչյուր նախագծի համար։ Դուք կունենաք ձեր սեփական թիմը, անսահմանափակ բյուջե, լիակատար ստեղծագործական ազատություն։ Մարինեն թարթեց աչքերը, զարմացած անսպասելի առաջարկից։ Ինչու՞։ Որովհետև դուք տաղանդավոր եք, պատասխանեց Հելենան, հաշվարկված ժպիտով։ Եվ որովհետև դա հարմար կլիներ բոլոր ներգրավված կողմերի համար, եթե դուք հեռանայիք Մելիքյան կորպորացիաներից։ Ռաֆայելը պետք է կենտրոնանա այն բանի վրա, ինչ լավագույնս է անում բիզնեսի։ Ոչ թե զգացմունքային շեղումների։ Առաջարկը մակերեսորեն գայթակղիչ էր, բայց Մարինեն անմիջապես նկատեց դրա հետում թաքնված մանիպուլյացիան։ Հելենան ցանկանում էր նրան հեռացնել Ռաֆայելի կյանքից, նրանց մասնագիտորեն բաժանել, հույս ունենալով, որ անձնական հարաբերությունները նույնպես կվատանան հեռավորության հետ։ Շնորհակալություն առաջարկի համար, Տիկին Մանուկյան, պատասխանեց Մարինեն, ոտքի կանգնելով։ Բայց ես լիովին բավարարված եմ իմ ներկայիս դիրքով։ Իսկ ինչ վերաբերում է զգացմունքային շեղմանը, դա մի բան է, որը միայն Ռաֆայելը կարող է դատել։ Հելենան հոգոց հանեց, կարծես համար երեխայի հետ էր գործ ունենում։ Դուք իսկապես չեք հասկանում, այնպես չէ՞։ Ռաֆայելը մի փուլ է անցնում։ Գուցե վաղաժամ միջին տարիքի ճգնաժամ։ Երբ այն անցնի, իսկ կանցնի, նա կրկին կդառնա այն կենտրոնացած հավակնոտ մարդը, ինչ միշտ եղել է։ Եվ հետո, որտեղ կլինեք դուք։ Կարիերայով, որը ոչնչացված է ժամանակավոր սիրավեպի հետ կապվածությամբ։ Ես առաջարկում եմ պատվաբեր ելք։ Խոսքերը նետերի պես հարվածեցին Մարինեին, բայց նա հրաժարվեց թուլություն ցուցաբերել։ Եթե դա պարզապես մի փուլ է, ապա դա ռիսկ է, որին ես պատրաստ եմ դիմել։ Հիմա, եթե ինձ թույլ տաք, ես շատ աշխատանք ունեմ անելու։ Հելենան հեռացավ, բայց նրա թույնը մնաց, հրահրելով կասկածներ, որոնք Մարինեն կարծում էր, թե հաղթահարել էր։ Ինչ, եթե նա ճիշտ էր։ Ինչ, եթե տանիքի բացումից հետո, երբ նորույթն անցներ, Ռաֆայելը հասկանար, որ այլս չի ուզում նրան իր կյանքում։ Բացման նախօրեն եկավ գրեթե տենթագին ուժգնությամբ։ Տանիքը ցնցող էր։ Դեղին մանուշակագույն ծաղկող ծառերը հակադրվում էին կանաչի կարմրի ավելի ցածր բուսականությանը, կազմելով բրազիլական գույների կենդանի խճանկար։ Փոքրիկ ջրվեժները հանգստացնող ձայն էին ստեղծում, որը մեղմացնում էր քաղաքի աղմուկը։ Հին փայտից նստարանները տրամադրում էին տարածքներ խորհրդածության կամ ոչ պաշտոնական հանդիպումների համար։
Աննկատ արային մարտկոցները էներգիա էին մատակարարում գիշերային լուսավորության համար, տարածքը մայրամուտից հետո վերածելով կախարդական տեսարանի։ Ավելի գեղեցիկ է, քան պատկերացնում էի, խոստովանեց Ռաֆայելը, Մարինեին հետից գրկելով, մինչ նրանք դիտում էին մայրամուտը Երանի հորիզոնում։ Դուք հրաշք եք ստեղծել այստեղ։ Մենք ստեղծեցինք, ուղղեց նա, հենվելով նրա վրա։ Այս տանիքը նույնքան ձերն է, որքան իմը։ Ռաֆայելը նրան շրջեց դեպի իրեն, բռնելով ուսերից սուր հայացքով։ Ես ուզում եմ, որ դուք մի բան հասկանաք, Մարինե։ Այն, ինչ մենք կառուցեցինք այստեղ, այս տանիքին, պարզապես սկիզբն է։ Ես ավելի մեծ պլաններ ունեմ, երազանքներ, որոնք միայն հիմա եմ ինձ թույլ տալիս ունենալ։ Եվ ուզում եմ, որ դուք իմ կողքին լինեք դրանց բոլորում։ Մինչ Մարինեն կպատասխաներ, նրանք լսեցին դանդաղ սարկաստիկ ծափահարությունների ձայն։ Մարտինը մոտենում էր, երեք կոստյումավոր տղամարդու ուղեկցությամբ։ Հուզիչ է, իսկապես, մեկնաբանեց գործընկերը։ Բայց վախենում եմ, որ ստիպված կլինենք ընդհատել այս ռոմանտիկ պահը։ Մենք բիզնես ունենք քննարկելու, Ռաֆայել։ Կարող է սպասել մինչ վաղը, Մարտին։ Մենք վերջին կարգավորումներն ենք անում բացման համար։ Վախենում եմ, որ չի կարող սպասել։ Այս պարոնայք հաջողություն ներդրումներ խմբից են։ Նրանք առաջարկ են արել ընկերությունում ձեր բաժնի համար։ Շատ առատաձեռն առաջարկ, պետք է ավելացնեմ։ Ռաֆայելը կարծրացավ, տեսանելիորեն զարմացած։ Ինչի՞ մասին եք խոսում։ Մելիքյան կորպորացիաները վաճառքի չի հանվում։ Ահ, բայց պետք է լիներ, պատասխանեց Մարտինը, սառը ժպիտով։ Հատկապես հաշվի առնելով ղեկավարության վերջին անկայունությունը։ Խորհուրդը անհանգստացած է, Ռաֆայել։ Այնքան անհանգստացած, որ ինձ լիազորել է այլընտրանքներ փնտրել, ապահովելու ընկերության ապագան։ Մարինեն զգաց, թե ինչպես է Ռաֆայելը լարվում իր կողքին։ Մթնոլորտը լիովին փոխվել էր, մտերիմ պահը ոչնչացվել էր։ Այս անսպասելի առճակատումով։ Թողեք մեզ, ասաց Ռաֆայելը Մարտինին այնպիսի տոնով, որը առարկություն չէր ընդունում։ Մենք դա կքննարկենք իմ սենյակում։ Հիմա։ Երբ տղամարդիկ հեռացան, Ռաֆայելը շրջվեց դեպի Մարինեն, դեմքին լուրջ արտահայտություն։ Ես պետք է լուծեմ սա։ Կարծես Մարտինը ավելի լուրջ հեղաշրջում է փորձում, քան մենք պատկերացնում էինք։ Դուք լավ կլինեք։ Գնացեք, պատասխանեց նա, փորձելով թաքցնել անհանգստությունը։ Ես այստեղ կլինեմ, ավարտելով նախապատրաստությունները։ Ռաֆայելի հեռանալուց հետո Մարինեն փորձեց կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց նրա միտքը լի էր մտահոգություններով։ Ինչ կլիներ, եթե Ռաֆայելը կորցներ իր սեփական ընկերության վերահսկողությունը։ Արդյոք նա էր պատասխանատու այդ ճգնաժամի համար։ Հելենայի խոսքերը արձագանքում էին նրա մտքում։ Ռաֆայելը մի փուլ է անցնում։ Ժամեր անց, այլս չկարողանալով սպասել, Մարինեն գնաց Ռաֆայելի գրասենյակ։ Նա գտավ նրան մենակ նստած հանդիպումների սենյակում, շուրջը թափված թղթեր, դեմքին հյուծված արտահայտություն։ Ինչ պատահեց, հարցրեց նա, նստելով նրա կողքին։ Ռաֆայելը շփեց իր հոգնած աչքերը, պատասխանելուց առաջ։ Մարտինը ամիսներ էր անցկացրել սա նախապատրաստելով։ Նա համոզել էր խորհրդի առանցքային անդամներին, որ իմ ղեկավարությունը վտանգված է, որ ես էմոցիոնալ որոշումներ եմ կայացնում, ոչ թե ռացիոնալ։ Նա ստացել էր հաջողություն ներդրումներ խմբի աջակցությունը թշնամական գնման առաջարկի համար։ Եվ հիմա։ Հիմա պետք է որոշեմ, պայքարել, թե ընդունել առաջարկը։ Նա վարանեց, ապա շարունակեց. Առաջարկը լավ է, Մարինե։ Շատ լավ։ Ֆինանսական առումով դա ինձ համար հիանալի գործարք կլիներ։ Ես կարող էի թոշակի անցնել այսօր, եթե ուզենայի։ Մարինեի սիրտը սեղմվեց։ Դա է ձեր ուզածը։ Հրաժարվել ձեր կառուցած ընկերությունից։ Ռաֆայելը խորը հայացքով նայեց նրան։ Իմ ուզածը դուք եք։ Կյանք, որն իմաստ ունի, որը նպատակ ունի, բացի շահույթ բերելուց։ Տարիներ շարունակ կարծում էի, որ մելիքյան կորպորացիաներն իմ ամենամեծ ձեռքբերումն է, բայց հիմա գիտեմ, որ դա պարզապես իմ պատմության մի մասն է։ Ոչ ամենակարևորը։ Այդ խոսքերը, ասված այդքան համոզմունքով, խորապես հուզեցին Մարինեին։ Բայց նա վախեցրին։ Ես չեմ ուզում, որ դուք զոհաբերեք այն ամենը, ինչ կառուցել եք իմ պատճառով, Ռաֆայել։ Ես չէի կարողանա ապրել այդ բեռի հետ։
Դա զոհաբերություն չէր լինի, պատասխանեց նա, բռնելով նրա ձեռքերը։ Դա ընտրություն կլիներ։ Իմ ընտրությունը։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքներ հավաքվում իր աչքերում։ Ես վախենում եմ, որ մի օր դուք կզղջաք։ Որ դուք հետ կնայեք կզգաք, որ կարևոր բան եք կորցրել մեր պատճառով։ Ռաֆայելը ոտքի կանգնեց, քայլելով պատուհանի մոտ։ Երկար րոպեներ դիտում էր լուսավորված քաղաքը ներքում։ Երբ նա շրջվեց դեպի Մարինեն, նրա հայացքում նոր վճռականություն կար։ Վաղը կբացենք տանիքը, հայտարարեց նա։ Դա կլինի տարվա ամենակննարկվող իրադարձությունը, ինչպես պլանավորել էինք։ Եվ հետո որոշում կկայացնենք։ Միասին։ Գիշերը անհանգիստ էր երկուսի համար էլ։ Մարինեն մտովի անցնում էր տանիքի յուրաքանչյուր մանրամասնի, հաջորդ օրվա արարողության յուրաքանչյուր կազմակերպման միջով, փորձելով հեռացնել անորոշ ապագայի մասին մտքերը։ Ռաֆայելը, նրա կողքին անկողնում, նույնպես կարծես մտորումների մեջ էր կորած, մարմինը ներկա էր, բայց միտքը հեռու։ Բացման օրը լուսացավ կատարյալ կապույտ երկնքով, կարծես բնությունն ինքն էր դավադրություն կազմակերպում միջոցառման հաջողության համար։ Առաջին ժամերից սկսած տանիքը լցվեց տենթակին ակտիվությամբ, ծաղկավաճառներ, ովքեր կարգավորում էին վերջին կոմպոզիցիաները, մատուցողներ, ովքեր կազմակերպում էին սպասարկման կայանները, տեխնիկներ, ովքեր փորձարկում էին լուսավորությունը, ձայնը։ Մարինեն ամեն ինչին հետում էր ուշադիր աչքերով, մինչ Ռաֆայելը ընդունում էր առաջին վեբ հյուրերին բացման պաշտոնական արարողությունից առաջ բացառիկ շրջայցի համար։ Նրանց միջ եղած քիմիան, որն այդքան բնական էր նախորդ օրերին, հիմա մի փոքր արհեստական էր թվում, կարծես երկուսն էլ դերեր էին խաղում։ Ժամը 17-ին, արի մայր մտնելուն պես, տանիքը լի էր էլեգանտորեն հագնված հյուրերով։ Լրագրողները շրջում էին, լուսանկարելով տարածքը, հարցազրույց վերցնելով մասնագետներից, ովքեր չէին խնայում գովեստի խոսքերը նորարարական հայեցակարգի վերաբերյալ։ Մարինեն, զմրուխտ կանաչ զգեստով, որն ընդգծում էր նրա աչքերը համապատասխանում շրջակա բուսականությանը, զուսպ կերպով մնում էր հետնախորքերում, թույլ տալով Ռաֆայելին վարել ներկայացումները։ Նա, անթերի բաց գույնի կոստյումով, լիովին հարմարավետ էր թվում, մատնանշելով այգու առանձնահատկությունները այն մարդու խանդավառությամբ, ով ճանաչում է յուրաքանչյուր մանրամասն։ Որոշակի պահի կայուն ճարտարապետություն ամսագրի լրագրողուհին մոտեցավ Մարինեին։ Այս նախագիծը հեղափոխական է Հայաստանի համար, մեկնաբանեց նա, կատաղի կերպով գրառումներ անելով իր պլանշետում։ Ինչպես առաջացավ Անտառապատ Լեռները Երանի ֆինանսական սիրտը բերելու գաղափարը։ Մինչ Մարինեն կպատասխաներ, Ռաֆայելը հայտնվեց նրա կողքին։ Դա նրա տեսլականն էր ի սկզբանե, հայտարարեց նա, իր ձեռքը Մարինեի գոտկատեղին դնելով, ակնհայտորեն տիրական ժեստով։ Մարինեն տեսավ այս տարածքի ներուժը, երբ այն պարզապես մերկ բետոն էր։ Նա բերեց այս շենքին պակասող հոգին։ Լրագրողուհին ժպտաց, նկատելով նրանց միջ դինամիկան։ Եվ կարծես միայն շենքը չստացավ նոր հոգի, այնպես չէ, պարոն Մելիքյան։ Ռաֆայելը ժպտաց, չժխտելով ակնարկը։ Ասենք, որ այս նախագիծը փոխեց ավելին, քան պարզապես բնապատկերը։ Արի մայր մտնելուն պես տանիքը վերափոխվեց։ Մեղմ լույսերը ավտոմատորեն միացան, ստեղծելով գրեթե կախարդական մթնոլորտ։ Ծաղկող ծառերը կարծես լողում էին մտնող երկնքի դեմ, հոսող ջրի ձայնը խառնվում էր աշխույժ զրույցներին, ֆոնային երաժշտությանը։ Տանիքի կենտրոնում պաշտոնական ելույթի համար փոքրիկ հարթակ էր տեղադրվել։ Երբ ժամանակը եկավ, Ռաֆայելը բարձրացավ Մարինեի ուղեկցությամբ։ Զրույցների աղմուկը աստիճանաբար նվազեց, մինչ լռելը։ Բարի երեկո բոլորիդ, սկսեց Ռաֆայելը, ձայնը ուժեղացված զուսպ խոսափողով։ Մենք այստեղ ենք ոչ միայն Կախովի այգու բացումը նշելու, այլ Մելիքյան կորպորացիաների համար նոր դարաշրջանի սկիզբը։ Մի դարաշրջան, որտեղ հաջողությունը չի չափվի միայն ֆինանսական հաշվեկշիռների թվերով, այլ այն դրական ազդեցությամբ, որը մենք թողնում ենք աշխարհի վրա։ Մարինեն դիտում էր հանդիսատեսին, նկատելով Մարտին Վարդանյանի ներկայությունը մի անկյունում, դեմքը փակ, Հելենա Մանուկյանին բարի մոտ, էլեգանտ, ինչպես միշտ, իր զգեստով, աչքերը հառած նրան աննկարագրելի արտահայտությամբ։ Երբ ես սկսեցի այս նախագիծը, շարունակեց Ռաֆայելը, մտածում էի պարզապես տարբերվող բան ստեղծելու մասին, մեր գլխավոր գրասենյակի համար այցեքարտ։ Բայց լանդշաֆտային ճարտարապետ Մարինե Ալեքսանյանի արտասովոր տեսլականի շնորհիվ մենք հայտնաբերեցինք, որ շատ ավելին էինք ստեղծում, կենդանի մանիֆեստ այն ընկերության մասին, որը մենք ուզում ենք լինել այսուհետ։ Հանդիսատեսի միջով շշուկ անցավ։ Սա նման էր ընկերության ուղղության զգալի փոփոխության հայտարարության։
Մարինեն ինձ մի բան սովորեցրեց, որը տարիների մպեն կորպորատիվ փորձը չկարողացան։ Որ իսկական հաջողությունը գալիս է հավասարակշռությունից, ներդաշնակությունից այն բանի մեջ, ինչ մենք վերցնում ենք, ինչ վերադարձնում ենք աշխարհին։ Որ յուրաքանչյուր ձեռնարկություն, ինչպես յուրաքանչյուր բույս, պետք է ոչ միայն աճի, այլ սնուցի իր շրջակա միջավայրը։ Նա դադար տվեց, ուղիղ նայելով Մարինեին, կարծես հաջորդ խոսքերը միայն նրան էին ուղղված։ Այսօր ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել Մելիքյան կորպորացիաներում նոր բաժնի ստեղծման մասին, լանդշաֆտային ճարտարապետության կայունության բաժին։ Եվ ես ուրախ եմ ներկայացնել դրա տնօրենին, Մարինե Ալեքսանյանին։ Դահլիճից ծափահարություններ պայթեցին։ Մարինեն ցնցված նայեց Ռաֆայելին։ Նա այս մասին ոչինչ չէր նշել իրենց զրույցներում։ Բայց կա ավելին, շարունակեց Ռաֆայելը, երբ ծափահարությունները մարեցին։ Ես նա հայտարարում եմ Ալեքսանյան Մելիքյան կայուն զարգացման հիմնադրամի ստեղծման մասին, շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը նվիրված է շրջակա միջավայրի վերակենդանացման նախագծեր իրականացնելուն Հայաստանի կարիքավոր քաղաքային տարածքներում։ Մեկ այլ ծափահարություն, ավելի խանդավառ։ Մարինեն զգում էր, թե ինչպես է սիրտը արագանում, չկարողանալով հավատալ իր լսածին։ Այս նոր նախագծերը արժանի ուշադրությամբ ղեկավարելու համար, շարունակեց Ռաֆայելը, ես հեռանում եմ Մելիքյան կորպորացիաների գործադիր նախագահի պաշտոնից։ Ես կշարունակեմ մնալ խորհրդի նախագահ, բայց ամենօրյա գործունեությունը կվարի նոր կառավարման թիմը, որը կհայտարարվի առաջիկա օրերին։ Տանիքի վրա ապշահար լռություն տիրեց։ Ոչ ոք չէր սպասում այս հայտարարությանը։ Մարինեն տեսավ, թե ինչպես է Մարտինը արագորեն մոտենում հարթակին, դեմքը գունատված ցնցումից։ Այս որոշումը թեթամտորեն չի կայացվել, պարզաբանեց Ռաֆայելը, նկատելով ընդհանուր շփոթությունը։ Վերջին ամիսներին ես հասկացա, որ ընթանում էի մի ճանապարհով, որն այլս ինձ լիարժեք բավարարություն չէր բերում։ Ինձ նոր մարտահրավերներ էին պետք, մի նպատակ, որը կխոսեր իմ սրտին, ոչ թե պարզապես իմ գրպանին կամ իմ էգոյին։ Նա մեկնեց ձեռքը Մարինեին, ով ընդունեց այն, բարձրանալով նրա կողքին իմպրովիզացված բեմ։ Եվ պետք է խոստովանեմ, որ հեռանկարի այս փոփոխությունը մեկ պատասխանատու ունի, այս զարմանալի կինը, ով իր յուրահատուկ տեսլականով ինձ ցույց տվեց, որ բետոնից պողպատից բացի ավելի շատ կյանք կա։ Որ իսկական հարստությունը ծաղկելու կարողությունն է նույնիսկ ամենաանհավանական միջավայրերում, գեղեցկություն տեսնելու այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են պարզապես օգտակարություն։ Ռաֆայելը շրջվեց դեպի Մարինեն, լիովին անտեսելով հարյուրավոր մարդկանց, ովքեր դիտում էին նրանց։ Դուք ինձ սովորեցրիք, թե ինչ է նշանակում հոգի ունենալ, Մարինե։ Եվ դրա համար ես ուզում եմ խնդրել այստեղ բոլորի առջ, որ շարունակեք լինել իմ զուգընկերը, ոչ միայն բիզնեսում, այլ կյանքում։ Նա գրպանից հանեց մի փոքրիկ թավշյա տուփ, բացելով այն բացահայտելու համար մի մատանի նուրբ զմրուխտով, որը շրջապատված էր փոքրիկ ադամանդներով։ Կամուսնանաք ինձ հետ։ Ամբողջ տանիքը շունչը պահեց։ Մարինեն զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում իր շուրջը։ Նա երբեք չէր սպասել նման առաջարկի, այդքան հանրային, այդքան վերջնական։ Համոզված եք, շնջաց նա, միայն նրա համար, որ լսեր։ Դա մեծ քայլ է։ Երբեք ոչ մի բանում այդքան վստահ չեմ եղել կյանքում, պատասխանեց Ռաֆայելը, ձայնը ամուր, չնայած աչքերում առկա խոցելիությանը։ Մարինեն նայեց մատանուն, իր առջ կանգնած տղամարդուն, իրեն շուրջը ծաղկող այգուն, որը նրանք միասին էին ստեղծել, որը պայքարել էին փրկելու համար, որը խորհրդանշում էր այն ամենը, ինչ նրանք կառուցել էին վերջին ամիսներին։ Այո, պատասխանեց նա վերջապես, դեմքին լուսավոր ժպիտ հայտնվելով։ Այո, ես կամուսնանամ ձեզ հետ։ Տանիքը պայթեց ծափահարություններով։ Ռաֆայելը մատանին դրեց Մարինեի մատին, համբուրեց նրան, համբույրով, որն այնքան լի էր խոստումով կրքով, որ նա զգաց, թե ինչպես է լողում։ Երբ նրանք բաժանվեցին, Մարինեն նկատեց, որ Մարտինը անհետացել էր հանդիսատեսի միջից։ Հելենան, սակայն, մնում էր իր տեղում, զարմանալիորեն բարձրացնում էր իր բաժակը նրանց ուղղությամբ լուռ կենացով, մի ժեստ, որը գրեթե հարգալից էր թվում։ Տոնակատարությունը շարունակվեց մինչ ուշ գիշեր։ Կախովի այգին, լուսավորված երազի պես, վկայում էր ոչ միայն Մարինեի մասնագիտական հաղթանակը, այլ զույգի համար նոր ճանապարհորդության սկիզբը։ Ամիսներ անց մի արոտ կեսօր Մարինեն Ռաֆայելը նշեցին իրենց հարսանիքը Մարինեի ծնողների Դիլիջանի տան բակում, մտերիմ արարողությամբ։ Ծաղկող ծառերից կազմված բնական տաղավարի տակ նրանք փոխանակեցին ուղտեր, որոնք խոսում էին աճի, խորը արմատների ճիշտ ժամանակին ծաղկող ծաղիկների մասին։
Ալեքսանյան Մելիքյան հիմնադրամը արագորեն դարձավ հղում քաղաքային վերակենդանացման նախագծերում։ Մարինեն իր ժամանակը բաժանում էր Երանի Դիլիջանի միջ, որտեղ նրանք ֆերմա էին գնել անտառապատ լեռների դեգրադացված տարածքների վերականգնման փորձերի համար։ Ռաֆայելը, ազատված կորպորացիա ղեկավարելու բեռից, նոր գիրք էր հայտնաբերել մենթորություն անել սոցիալապես գիտակից երիտասարդ գործարարներին, օգնելով նրանց կառուցել բիզնեսներ, որոնք հավասարակշռում էին շահույթը նպատակը։ Մելիքյան կորպորացիաները նոր ղեկավարության ներքո բարգավաճում էր, հետելով կայունության տեսլականին, որը Ռաֆայելը հաստատել էր։ Մարտին Վարդանյանը ի վերջո հաշտվել էր նոր իրականության հետ, ընդունելով, որ փոփոխությունը դրական էր բոլորի համար։ Մի հանգիստ երեկո, մինչ նրանք դիտում էին անտառապատ լեռների աստղերը իրենց նոր տան տանիքից, մի նախագիծ, որը միաձուլում է ժամանակակից ճարտարապետությունը Դիլիջանի ավանդական տարրերի հետ, Ռաֆայելը գրկեց Մարինեին հետից, ձեռքերը մեղմորեն դրված նրա որովայնին, որտեղ նոր կյանք էր սկսում աճել։ Կարծում էի, որ ընկերություններ կառուցելն իմ մեծագույն ձեռքբերումն էր, շշնջաց նա, համբուրելով նրա պարանոցը։ Բայց ոչինչ չի համեմատվում սրա հետ, ձեզ հետ կյանք կառուցելը, մեր սերը ընտանիքում ծաղկելը տեսնելը։ Մարինեն ժպտաց, իր ձեռքերը դնելով նրա ձեռքերի վրա։ Ինչպես մեր աճեցրած բույսերը, մեր սերը ժամանակի, խնամքի կարիք ուներ, իր ուժը բացահայտելու համար։ Եվ հիմա, տեսեք, թե ինչ ենք ստեղծել միասին։ Նրանց շուրջը այգին, որը նրանք տնկել էին տեղափոխվելուց ի վեր, կյանք էր շնչում, ծաղկող ծառեր, բարդիներ, թթենիներ, տասնյակ այլ բնիկ տեսակներ կազմում էին կենսաբազմազանության փոքրիկ սրբավայր։ Անտառապատ լեռների մի միկրոկոսմոս, որը ներկայացնում էր այն ամենը, ինչ նրանք գնահատում էին, դիմացկունություն, իսկություն ծաղկելու կարողություն նույնիսկ ամենադժվարին պայմաններում։ Դուք ինձ սովորեցրիք, թե ինչ է նշանակում հոգի ունենալ, կրկնեց Ռաֆայելը, այն խոսքերը, որոնք նա ասել էր տանիքի բացման օրը, այժմ ավելի խորը հասկացողությամբ լցված։ Եվ Մարինեն հուզված պատասխանեց այն խոսքերով, որոնք նրանց համար կարծես մանտրա էին դարձել։ Եվ դուք ինձ սովորեցրիք, որ նույնիսկ ամենանուրբ ծաղիկներին է քաջություն պետք, երկնքին հասնելու համար։ Հաջորդած համբույրը կնքեց ոչ միայն նրանց սերը, այլ այն համոզմունքը, որ կյանքի իսկական շքեղությունը այն է, որ ունենաս մեկին, ով տեսնում է քո էությունը, ով հավատում է քո ներուժին, ով աճում է քո կողքին, ինչպես բույսերը, որոնք միասին կազմում են ավելի ուժեղ գեղեցիկ այգի, քան երբեք կարող էին միայնակ։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Ռաֆայելի ճանապարհորդությունը հուզել է ձեր սրտերը։ Սա մի պատմություն է, որը մեզ հիշեցնում է, որ իսկական սերը ոչ միայն ընդունում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք, այլ օգնում է մեզ ծաղկել մեր լավագույն տարբերակներում։ Այսպիսի ավելի ոգեշնչող պատմությունների համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել, որը կարող եք գտնել սեղմելով ձախ կողմի հղմանը։ Եթե այս պատմությունը ձեզ մոտ զգացմունքներ է արթնացրել, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել այս տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են սիրո կյանքի բարդությունները։ Որտեղից եք դիտում։ Ասեք մեզ մեկնաբանություններում։ Ձեր կապը մեր պատմությունների հետ է, որ մեզ ստիպում է շարունակել աճեցնել այս հատուկ պահերը ձեզ հետ։